Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում Կիրակնորյա դասեր հաղորդաշարն է։ Այսօր ես տաղավարում որոշ թեմաներ կքննարկեմ հոգեբան Կարինե Նալչաջյանի, ինչպես նաև ֆինանսիստ, տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի հետ։ Ձեզ առաջարկում եմ գրեք ձեր կարծիքները, գրեք ձեզ հուզող թեմաները, բաժանորդագրվեք եւ տարածեք, եթե հավանում եք սեղմեք այդ հավանության կոճակը։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մի թեմայի մասին եմ ուզում խոսել, որը առիթ տվեց նաև վերջին քննարկումները ազգային ժողովի, այն տեսարանը, որի ականատես եղանք բոլորս, ժամանակին նման տեսարան լինելու համար, ասենք մենք երևանցիներս եւ ոչ միայն հայաստանցիներս դուր պատուհան փակում էինք, որ այդ ձայները չլսեինք, չէ՞, օրինակ այն արտահայտությունները, որոնք արվեցին ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից, համբալից սկսած եւ այլն, ընդ որում տեսախցիկներից երևում է, որ նաեւ հայհոյանք է ասում, բայց որը լսելի չէ։ Նման դեպքերում մենք բոլորս դուր պատուհան կփակեինք, որ ասենք որ մեր ընտանիքի անդամները ականատես չլինեին, չէ՞, այդ տեսանի հիմա ներխուժել է մեր կյանք։ Ինչով է դա պայմանավորված, ուզում եմ հասկանալ, անընդհատ իհարկե սրացումներ լինում են, Տիկին Նալչաջյան, ձեզ եմ ուզում հարցս, որտեղ տևական ժամանակ է դուք եք ուսումնասիրում որպես հոգեբան սույն օբյեկտին կամ սուբյեկտին եւ նրա խառնվածքը արդեն շատ հասկանալի է, այդ սրացումները միայն ընտրական process-ներով են պայմանավորված, թե ոչ, որովհետեւ կարելի ասել, որ Հայաստանը ինչ որ իմաստով ընտրական փուլում է գտնվում։ Հիմա արտահերթ կլինի թե ոչ, իհարկե Փաշինյանը ասաց, թե արտահերթ ընտրությունների չի պատրաստվում, բայց դժվար է վստահել նրա որևէ խոսքի։ Բայց այնուամենայնիվ դրանով է պայմանավորված այս սրացումները, դրան զուգահեռ կինն է կրթվելը նորաձև նախընտրական հարթակն է ստեղծել, հա, պարտադրանքով մարդկանց ստանում են իրենց հանդիպումներին ներկա գտնվել, ով որ չգա, աշխատանքից կազատենք եւ այլն, հա։ Ինչով է դա պայմանավորված։ Այստեղ ես կարծում եմ, որ պատճառների մի ամբողջ փունջ է գործում, բայց բոլոր դեպքերում, երբ մենք խոսում ենք Փաշինյանի մասին, այդ իր մերձավոր ուրեմն շրջապատի մասին, առաջին բանը, որ ես որպես հոգեբան կարող եմ ասել, իրենց ինչն է բնորոշ, եղել, կա եւ կլինի, որովհետեւ դա այդպես փոփոխվելու ենթակա չէ, տվյալ դեպքում, դա իրենց բարոյական կերպարն է։ Բարոյական կերպարը այդպիսին է, դուք շատ ճիշտ եք ասում, մենք եթե նույնիսկ ինչ-որ փողոցի մի անկյունում տեսնենք, որ ինչ-որ տղաներ հավաքված, այդպիսի արտահայտություններ, ժեստիկուլյացիա եւ այլն, մենք ինչ ենք անում, մենք մտածում ենք, որ ինչ ամոթ է, ինչ վատ բան է կատարվում եւ այլն, հիմա ոչ ավել, ոչ պակաս, ահա այդ ոչ, այդ պահված կվարկի, այդ ձևերը, խոսքերը եւ այլն եկել են հայոց ուրեմն խորհրդարան, սա անկման նշան է։ Հիմա ինչու է, ինչպես ասում եք, սրացումներ, երբ մենք նայում ենք ժամանակ առ ժամանակ, այդպիսի սրացումների մենք հանդիպում ենք, հա, մեկ էլ նայում ես, զարմանում ես, ոնց կարելի է մարդիկ այդպես, բայց նաև սովորական է դառնում։ Հիմա սա ընդհանուր ոճի, ընդհանուր դիրքորոշման, իրենց գործը անելու ուրեմն ձևերից մեկն է։ Տեսեք, մի խեղկատակություն երկու սրիկայություն, հա, երկու խեղկատակություն, մի հատ շատ մեծ սրիկայություն։ Այսինքն սա արտաքին թաղանթը պահպանում է, որ մարդիկ բոլորը մտածեն, մեկը ինձ հաճախ հարցնում են, առողջ է թե առողջ չի։ Համենայն դեպս ես գտնում եմ, որ այստեղ խնդրեմը ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի, դա բարոյական հասունության մեջ է։ Ես չեմ դադարում ասել, որ մարդը երբ ծնվում է, մեծանում է, հասունանում է, զարգացման մի քանի ճանապարհներով է անցնում, սկսած ֆիզիկականից, մտավորից, հուզականից, նաև կա բարոյական հասունություն երևույթը։ Հիմա մենք բոլորս դες այդ միասին բարոյական հասունության ինչ որ մի մակարդակի վրա են գտնվում եւ հետաքրքիր է, որ տարբեր մակարդակների վրա գտնվողները հաճախ իրար չեն հասկանում։ Նա օրինակ ասենք բարոյական բարձր մակարդակի վրա գտնվող մարդը, որ ինքը իրեն թույլ չի տալիս, ասենք կոռուպցիայի մեջ թաթախվել, ինքը վերևից է նայում կոռուպցիոներին, իսկ կոռուպցիոները ներքևից նայում է իրեն եւ ասում է հիմար է, հա, բան չի հասկանում այս կյանքից, հա, չի հասկանում, դա օգտակար է, լավ է, հաճելի է եւ այլն։ Հիմա այս մարդիկ իրենց ամբողջ այս մուտանտային այս բաներով, հա, ես պատահական չեմ օգտագործում մուտանտ բառը, այստեղ մենք գործ ունենք էթնիկական մուտանտների հետ նաև։ Հիմա իրենց բարոյական հասունության մակարդակը դա է։ Իրենք ամեն ինչ իրենց թույլ են տալիս։
հա, մանավանդ հիմա արդեն քողարկվելու անհրաժեշտություն կարծես թե չունեն, իրենք բաց են խաղում եւ իրենց ամբողջ էությունը ցույց են տալիս։ Փաշինյան Նիկոլը, ուրեմն այդ օրը հերթական անգամ ցույց է տալիս իր բուն էությունը, իր ամբողջ մտածելակերպը, այն խոսքը, պահվածքը, սպառնալիքները եւ այլն, եւ որ շատ այսպես պետության տեսակետից, որպես պետության քաղաքացի դու նայում ես, օրինակ ինքը որ ասում է ԱԱԾ-ի պատվալներն եմ նետելու, այստեղ ես մտածում եմ ԱԱԾ-ը ինչ է ասում, ուրեմն ԱԱԾ-ն իր գրպանում է, որ ինչ որ ուզի անի, այսինքն մենք պետության քայքայման ականատեսներն ենք, պետության ղեկավարը երբ այդպեսի, բայց էլի չզարմանանք, ինչ որ մի պահ կար արդեն տարիներ առաջ, ինքը ինչ էր ասում, ասում էր կա Հայաստանում մի դատավոր, որ ինչ է, նույն տրամաբանության մեջ, այո, նույն տրամաբանության մեջ է, այսինքն այս մարդը ուզուրպացրել է պետությունը, իրենք, ես այսպես եմ բացատրում, բարոյական տեսակետից հիվանդներ են, բայց իրենք շատ լավ պատկերացնում են իրենց արածը, իրենք ըստ էության, ինչի համար, որ եկել են նշանակված են, այդ գործը շատ լավ անում են, առանց տարբերություն դնելու միջոցների մեջ, ըստ էության իրենք շատ լավ ծառայում են իրենց տերերին։ Տիկին Նալչերյան, մենք մինչև եթերն էլ, մինչև Հովհաննեսը գալիս էր, մենք մի թեմայով զրուցեցինք, Չերչիլն էր ասում, մահախոսականից բացի ամեն ինչ PR է, հա, գովազդ է ըստ էության։ Հիմա չեք կարծում, որ այնուամենայնիվ ինքը այդ, հա, այս հիստերիայով, այդ ջղաձգումներով եւ այլն, ինքը դառնում է թիվ 1 քննարկման թեման ու իրենց ոչ իրեն, ոչ իր կնոջը, ոչ իր թիմակիցներին ընդհանրապես չի հուզում ինչ են գրում իրենց մասին, ինչ են խոսում, որովհետև սոցիալական ցանցերը այդ նույնիսկ եթե ընթերցողը հետևորդը հայհոյում է նրանց, դա գեներացնում է, ավելի է շատացնում եւ իրենց համար միայն նույնն է, կարեւորն այն է, որ նույնիսկ վերջին փողոցի շունն էլ իմանա իրենց մասին, այսինքն իրենք այդ տեխնոլոգիան են կիրառում ըստ էության։ Բայց իրենք ես կարծում եմ, որ սխալվում են։ Այդ մի տեխնոլոգիան վերցնել եւ առաջ գնալ, բոլոր դեպքերում հասարակության տրամադրությունները պետք է հաշվի առնել։ Իրենց այդ պահվածքով իրենք ինչ են առաջացնում։ Առաջին հերթին իմ բոլոր տեսակի շփումները, մարդկանց հետ զրույցները եւ այլն զզվանքի զգացողություն։ Բայց իրենք ինչի համար են դա անում, նաեւ այո, նախընտրական տրամաբանությունը կա, ուժի ցուցադրում է, հա, ուժի ամենագրեհիկ, ամենաբռի, ամենաստորակարգ ձևով իրենք ուզում են ցույց տալ, որ մեր ձեռքին է, ինչ ուզենք կանենք, եւ իրենք չեն խոշում նաեւ այդ արտահայտությունն ասել, չէ, ինչ ուզեմ կանեմ, զերո կետից կսկսեմ։ Այսինքն այս բանն են ուզում ստեղծել, հա, տրամադրությունը, որ մեր ձեռքին է, մեր ձեռքին եք, ինչ ուզենք կանենք, այդ տեսեք, կուզենք այսպես կվարվենք, կուզենք ինչ-որ մի հատ դիմակ կհակնենք, դες կասենք մենք դες համար խաղաղություն ենք բերում, այսինքն իրենք միջոցների մեջ խտրություն չեն դնում, բայց ես կարծում եմ, որ այդ ուժի ցուցադրությունը եւ վախի մթնոլորտի ստեղծումը դրան ուրեմն հետեւող ինչ որ չափով աշխատում է, այսինքն ինչ է, հա, այսպես միջի վիճակագրական քաղաքացին նայում ասում դե իրանք ձեռքին է, ինչ ուզում են անում են, դե ինչ ուզեն կանեն եւ վախի մթնոլորտը այն հիմնական գործոններից է, որ սրանց դեռ պահում է իշխանության վրա եւ ուրեմն բարոյական սահմաններ չունենալը։ Իսկ ինչ վերաբերում է էթնիկական մուտանտներ լինելուց, դա էլի իրենք են, բայց մի քիչ այլ թեմա է։ Ունենք խոսենք։ Պարոն Ավետիսյան, տեսեք, թեման ըստ էության ստացվում էր, որ այդ ջղաձգումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ падգամավորը հարց ուղղեց կոռուպցիայի մասին։ Կոռուպցիայի մասին ամեն օր են գրում, բոլորն են խոսում, ամեն օր գիտեն, ընդ որում առաջին անգամ չի հնչել այնտեղ, չէ՞, նույն падգամավորների կողմից։ Ինչ տեղի ունեցավ ձեր կարծիքով, ինչի համար է այս ամեն ինչը։ Ես չեմ կարծում, որ սա պետք է առանձին դրվագով դիտարկել, այլ պետք է ամբողջ շղթայի մեջ դիտարկել, հա, որպես մասնագետի, ընդ որում մարդ, որը եւ կառավարման համակարգում է աշխատել եւ փորձ ունի, հա, եւ տարբեր համակարգերին կրթության բերումով ծանոթ է։ Ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի բրենդը կոռուպցիան է, քաղաքական բրենդը, այսինքն նա իրեն որպես քաղաքական գործիչ կառուցել է կոռուպցիայի իր բառով ասած թալանի իր պատկերացրած գաղափարի վրա, այսինքն եթե մենք հետ գնանք իր падգամավոր եղած տարիներ, մենք կտեսնենք, որ իր գրեթե ամեն զրույց այսպես կոչված թալանի մասին էր, չէ՞։
Եվ նա հանրության աչքին նա դա անում էր գիտակցաբար եւ ինքը հանրության աչքերում իրեն փորձում էր ներկայացնել որպես արդարության համար պայքարող եւ կոռուպցիայի դեմ պայքարող անձ։ Եվ իր ամբողջ քաղաքական կարիերան ոտքից գլուխ կառուցել է ընդհանրապես այդ մի երևույթի վրա, այսինքն թալան կոռուպցիա։ Եվ շարունակաբար մինչ օրս նա հանրությանը կառավարում եւ մոլորեցնում եւ հանրությանը պահում է իր աջակիցներին հենց այդ կոռուպցիոն որ հեսա կոռուպցիաների թելի վրա։ Այո, վերցնելու եմ հարուստներից բերելու եմ ձեզ տամ այդ խնդիր իր առաջ դրեք, ցանկացած խնդիր։ Երբ որ այդ խնդիրը կներկայացնի իր ձախողումը, իր դիտավորությունները, իր վատ կառավարումը, ինքը այդ հարցին ուղղակի չի պատասխանի, սկսի խոսել կոռուպցիայի մասին։ Կասի թալանում էին դրա համար տենց եղավ։ Կասի գողանում են ու նույնիսկ դրա համար այդ թալանում էին դրա համար պատերազմ եղավ, չէ՞։ Ձեր նշած միջադեպի օրը այնտեղ դրվագներ կա եւ ինքը կրկին անցնում է այդ տակտիկային եւ ինչ է ասում։ Չեմ այնտեղ չի երևում թե որ մի պատգամավորն է ասում, բայց ասում է դու Սևանի ափին ինչ գործ ունես տուն ունենաս։ Քեզ որտեղ ես տուն Սևանի ափին։ Ինքը ինչ է ուզում ասի, դուք ով եք որ կոռուպցիայից խոսեք, դուք ինքներդ տեղով կոռուպցիա եք։ Ես կոռուպցիայի, այսպես ասած, կոռուպցիայի թեզի վրա քաղաքական գործիչ դառած, այդ իմ այսպես ասած հաց ու ջուրն է, դուք ով եք որ ինձ կոռուպցիայի մասին իմ առաջ ինչ-որ բան ներկայացնեք։ Չի կարա իմ պարագայում կոռուպցիա լինի եւ դա նա շարունակաբար շեշտում է։ Շարունակաբար։ Եվ ես սրա մասին էլի տարբեր առիթներով, եթե չեմ սխալվում, եթերներով էլ խոսել եմ եւ ասել եմ Նիկոլ Փաշինյանը, որը իր քաղաքական կարիերան կառուցել է այսպես կոչված թալանի վրա եւ իշխանության եկել այսպես կոչված թալանի վրա, թալանը հետ բերելու լոզունգներով։ Հենց դրանով էլ նա գնալու է, հենց դրանով դրա մեջ էլ իր թիմը թաթախված է եւ դա հենց իր ամենաթույլ տեղն է եւ դրանից է նա ջղաձգվում, երբ իր առաջ այդ թեմաները դրվում են, երբ իր առաջ բարձրաձայնում են իր թիմակիցների կոռուպցիոն գործունեությունները եւ դա նա չի կարող անմասն լինել դրանից։ Առնվազն նա իր համաձայնությունը պետք է դա դրան, եթե նույնիսկ անձամբ չի մասնակցում այդ գործընթացներին, կոռուպցիոնային դրվագին, ավտորիտար կառավարման համակարգում անհնար է, որ նույնիսկ փոքր գումարի տենդերը ուղակի գնումով մասնապես մեկ անձից գնում են անում, անհնար է, որ ինքը տեղյակ չլինի, թե ով է, ինչ է եւ ինչու է դա այդպես տեղն է։ Օրինակ պետական բյուջեից $2 միլիոն համարյա չափով հեծանիվ էին առել ինչ-որ դպրոցների բաժանելու համար։ Դե դա իր PR, ասենք էլի մեկ անձից իր PR գործունեության, դա հələ շատ փոքր բան եք ասում, բայց միլիարդների ու մեկ անձի գնումներ կան միանգամից տարածքային կառավարման նախարարություն են հայտնի ընկերության հետ, որը ասոցացվում է իր թիմակիցների հետ, չէ՞։ Մենք տեղյակ ենք այդ ամեն ինչի մասին, հանրությունը նկատի տեղյակ է, հետաքննող լրագրողները բազմիցս դրա մասին գրել են, բարձրաձայնում են, բայց որոշ դեպքերում, որ անխուսափելի են իրենց կողմից, չի կարող ինքը որևէ բան չանել, ձևական ինչ-որ գործեր են հարուցում, որոնք ձգվում են տարիներով ու այդպես էլ պարզ չի լինում, թե ինչ բացահայտեցին եւ ինչ չբացահայտեցին։ Այսինքն ես համաձայն եմ այն մտքերի հետ նաեւ այս առումով, որ քանի որ ինքը ավտորիտար իշխանություն է եւ իշխանությունը ուզուրպացրած անձ է, ինքը ուժի դրսևորում է ցուցադրում ազգային ժողովում, լկտի ուժի դրսևորում եւ վատ այն է, որ ընդդիմության ներկայացուցիչները եթե բոլորի մասին չի խոսքը, մասնապես այդ դրվագում օրինակ ես տեսա, որ Սերյան Օրհանյանը չի պատկերացնում իր հետ ինչ են անում, որտեղ այդ արարում նույնիսկ նա գնում մոտենում է Նիկոլ Փաշինյանին, որը սխալ գործողություն է ի սկզբանե։ Նրանց հենց դա էլ պետք է եւ տեսնում ենք, որ այդ սպառնալիքի, շանտաժի, այդ ուժի դրսևորման վարկագիծը աշխատում է։ Տեսեք, նախ իրենց ընդդիմությունը տվյալ դեպքում օրինակ Սեյրան Օհանյանը, եթե ասում եք սխալ է։ Այդ սխալները միանգամից չեն եղել, դրանից առաջ էլ են եղել, երբ
Սերյան Օհանյանի վրա ինչ-որ իրեն շպրտում, կամ երբ որ բարձրացել էր Ալեն Սիմոնյանին փորձում էր ինչ-որ բան ասել եւ ընդ որում սկսեցին իշխանամերձ նաեւ կայքերը դա համառորեն տարածել։ Ես բացատրեմ թե ինչու են դա անում։ Սերյան Օհանյանը ուղղակի հերթական պատգամավոր չէ։ Նա գեներալ է, նա զինվորական է, նա պատերազմում հաղթած մարդ է։ Եվ նրան դիտավորել են թիրախավորում, նրան փորձում են փչացնել հենց այդ հիմքի վրա, քանի որ բանակը Նիկոլ Փաշինյանի համար, ինչն է իշխանության է եկել, մենք տեսնում ենք նա բանակի հետ ինչ է անում, իր անձի հանդեպ մեծ ռիսկեր պարունակող մի կառույց է, դրա համար հերթով բոլոր գեներալներին, որոնք կարող են ընդուզել կամ փչացրին կամ ձերբակալեցին, այն մնացածին դարձրեցին իրենց ձեռքի տակ կառավարելի անձինք եւ իրենք այդ բանը շարունակում են, որ սրանք կեղտոտ փչացած գեներալներ են, սրանք այս պատերազմի իրենց բառերով ասած պատերազմը մեր ջեբը գցեցին, ասենց արտահայտություն են, չէ՞, այս սրանք են մեղավոր, այդ ես չեմ պատերազմում, պարտվել սրանք մեր գլխին սարքեցին եւ իրենք դիտավորել են այդ ամեն ինչ անում։ Տեսեք, այդ իրենց արած գործողությունները համադրվում է շարունակաբար իրենց արբանյակ քարոզիչների խոսույթները, որ դուք լսեք, տեսնեք այդ ամեն ինչը կպնում է, պատկերը ամբողջանում է։ Իրենք ցուցադրում են, որ այն քարոզիչների հետ իրենք միաձայն են, իրենց թելադրանքով են, չէ՞, դրանք գործում, որ այս մարդիկ են մեղավորն ու պատասխանատուն, հետեւաբար մենք դրա համար սրանց հետ sense վատ ենք վարվում, սրանց փչացնում ենք, սրանց ենք անում, սրանց ենք անում։ Եվ հետեւաբար դրա համար այդ մարդիկ կարծում եմ իրենց վարկագծից ելնելով եմ տեսնում, որ չեն հասկանում իրենց հետ ինչ են անում եւ տրվում են այդ սադրանքներին, տրվում են այդ ընկնում են այդ հորձանուտի մեջ եւ դառնում են էլի թիրախ։ Այսինքն ես չեմ ուզում այդ կոպիտ ձևակերպումներ անեմ իր հասցեին, որ այնտեղ անում էին, բայց էլի կրկնեմ, դա ուղղակի Սերյան Օհանյանի հասցեին չի ուղղված։ Դա բանակի զինվորականության, հա, ստորացնելու, նսեմացնելու էլի նպատակը նա է, որ ցույց տան, որ այս սրանք էին, որ պարտություն են բերել մեզ, այդ մենք չենք, սրանք իրանց էլի բառով ասեմ, պատերազմը մեր ջեբը գցեցին, հա, եւ հետեւաբար մենք սրանց հետ արդար ենք վարվում, ճիշտ ենք վարվում, հետնել այն կոռուպցիայի ասած մասը։ Այսինքն ամեն ինչ շատ պարզ է իրականում, ինչ են անում ու ինչ են անում, իրենք էլի են դա անելու, շարունակաբար արել են, էլի են անելու, դա իրենց իշխանության, իրենց ասելով Նիկոլ Փաշինյանի այնտեղ միանձնյա կառավարում է, իշխանության պահելու եղանակն ու մեթոդն է։ Տիկին Նալչեջյան, օրինակ թեզերից մեկը, որ իրենք այս կեղծ թեզերից մեկը տարածում են հանրության մեջ, որ Նիկոլը մեղավոր չի, ԿՊ-ն մեղավոր չի, 94 թվականից փաստորեն Ղարաբաղի հարցը չէին լուծել, ջեբը գցեցին, չէ, ասում էին լուծել էին, արդեն տվել էին 94 թվականից ասում էին տվել էին արդեն Ղարաբաղը, Նիկոլը ինչ աներ, ջեբը գցեցին, մեղավոր չէր։ Այս թեզերը կամ չգիտեմ, այս ինչն է բերել, չգիտեմ, Սերժն է բերել Նիկոլին, ինչն է, այս թեզերը հասարակության մոտ աշխատում է։ Արդեն գիտեք, մեր հասարակության գիտակցությունը սկսում է այդ կապանքներից դուրս գալ։ Սկսում է դուրս գալ, որովհետև այն էֆեկտները, որ սրանք ստանում էին 18-ին եւ նաեւ դրանից առաջ այս նախապատրաստական փուլում է այս ամբողջ աղետի այդ ուրեմն թեզեր աշխատում էին, այդ քննադատությունը, օրինակ այդ նույն Թալանի տրամաբանությունը։ Հա, որտեղ տեսնում են, չէ, իրենց Թալանը ամեն օր գրում է մամուլը, ընդ որում միլիոնների հասնում, այդպես հենց բաց հատկած ունեն լավ են կարել։ Բոլոր դեպքերում արդեն այդ էֆեկտները հասարակության վրա բացարձակապես այլ են, որակապես այլ են, հասարակական գիտակցությունը որոշակիորեն արդեն ազատվում է։ Ցավոք սրտի դա երկարատև process է, բայց մենք եթե համեմատենք մարդկանց տրամադրությունները սրանց նկատմամբ այսօր եւ թեկուզ ասենք մի 2-3 տարի առաջ, արդեն նույնիսկ մենք բոլորս մեր շրջապատում էլ տեսնում ենք նրանք ովքեր էսպես հա պաշտպանողի դերի մեջ էին, հիմա ինչ են անում, հիմա լռում են, խուսափում են, թեմայից այսպես ուզում են առանձնանալ։ Այսինքն բաներ կան, որ այնքան ակնհայտ են, որ այլևս դժվար է իրենց համար նույն այդ խապեությունը նույն ոճով առաջ տանել։ Այստեղ ավելի շատ վախեցնելն է, ավելի շատ պատերազմով վախեցնելը, չգիտեմ, ԱԱԾ-ի, այսպես ասած, պատվալներով վախեցնելը եւ այլն, սա ինչ որ չափով դեռ աշխատում է։ Հիմա ինչ վերաբերում է այդ օրվա այդ ուրեմն տեսարանին,
Գիտեք ինչ, Սեյրան Օհանյանը նաև խորհրդանիշ է, ինքը նաև սիմվոլ է, մեր ուժեղ բանակի, մեր հաղթանակների, իրենք ամեն ինչով մենք դա նկատված փաստ է, որ շատ լավ օգտագործում են սիմվոլիկան։ Նաև Սեյրան Օհանյանը, այսպես ասենք, նախկին է, այնինչ իրենց շատ պետք է, հա, եւ իրենք հիմա փորձում են թիրախավորել եւ մեր մեջքը մի հատ այդպես էլ կոտրել, որ հաղթանակած բանակի, հաղթանակած, հա, այսպես պաշտպանության նախարարը, զինվորականը, իրենք փորձում են ստորացնել իրենց մակարդակով, իսկ նոր ես ինչ էի ասում, բարոյական տարբեր մակարդակներ իրար չեն հասկանում։ Օրինակ, երբ Սեյրան Օհանյանը մոտենում է այնտեղ իրենց, ես կարծում եմ, որ իր նպատակը որն է, ինքը ինչ-որ ձևով ուզում է դրանց չափերի մեջ դնել, ինչ-որ ձևով խաղաղեցնելու, ինչ-որ բաներ հանգստացնելու։ Տեսնում եք, ինչ բարոյական տարբեր մակարդակներ են, հա, Օհանյանը բարոյական, բարձր մակարդակից մոտենում է մարդկանց, որպեսզի դնի այսպես չափերի ու սահմանների մեջ, իսկ նրանք ուրիշ գործով են զբաղված, նրանք իրար չեն հասկանում եւ այս դառնում է այն խառնաշփոթը, որը կա եւ ցավոք սրտի իշխանությունը ուզուրպացված է, սրա ձեռքին է գտնվում եւ իրենք ունեն լծակները, այո, նույնիսկ մեզ համար շատ այդպիսի, ինչ ասեմ, նվիրյալ մեր բանակը կառուցողներից մեկը, մեր հաղթանակները կերտողներից մեկը, տեսեք ինչ ողբերգական վիճակ է, մեր հաղթանակը, մեր պետություններն այ Արցախի կերտողներից մի խումբը այսօր ուրեմն բանտում են, այն էլ ոչ ավել ոչ պակաս թուրքական բանտում, իսկ նրանք ովքեր այստեղ են, մի մասի վրա դատական գործեր կան, չէ, այնտեղ կան նաև ուրեմն ազատազրկված մեր գեներալներ ունենք, խաղբանտակյալներ, այո, վարկաբեկում, սա իմ կարծիքով այն դեմիլիտարիզացիայի են թեզը, որ կա, չէ, որ ուզում են տանել, որ Ադրբեջանի պահանջներից մեկն է Հայաստանի բանակ պետք չի, դե եթե բանակ պետք չի, ուրեմն այս գեներալի սիմվոլը խանգարում է, հա, մի հատ էլ փորձեն, այսպեսի նորից ճղճի միջուր մի բան թալան կոռուպցիա եւ այլն։ Արմեն Գրիգորյանը, անվտանգության խորհրդի քարտուղարը հաղթանակից զբոսայգում վախեցավ Շուշիի հաղթանակի մասին խոսել, ասաց իմ համար իրենց արգելված է այդ ամենը, իրենց տերերը, իրենց շատ ներողություն ականջները կձգեն, եթե այդպիսի բաներ ասեն։ Ուրեմն այս է մեր վիճակը, ուզուրպացված է իշխանությունը բարոյական տհասների կողմից, ում համար ուրեմն բոլոր ճանապարհները ընդունելի են, միայն թե իրենք պահպանեն իրենց աթոռները եւ իրենց տերերը իրենցից գոհ մնան եւ իրենց համար չկան սրբություններ, չկա գեներալի նկատմամբ այդ բանը, հա։ Բայց գեներալներն էլի պետք է չգնալ ինձ թվում է, չգիտեմ, այստեղ։ Դե տեսեք սուր էմոցիոն, որ ինքը այո խորհրդանիշ է եւ դա էմոցիոնալ վիճակում, ես նաեւ ճիշտ ասած չեմ ուզում հեշտացնել մեր ընդդիմադիր պատգամավորների ուրեմն վիճակը, ինչու որովհետեւ իրենք մի մթնոլորտում են գործում, որը ամբողջովին բարոյազուրկ է, ամբողջովին հակապետական է եւ ըստ էության իրենք մեծամասնություն են իշխանության լծակները, մերոնք այո սուր ելույթներ են ունենում, սուր հարցադրումներ են կատարում եւ այլն, մի բան եմ ասեմ, էլի սա հազար ներողություն, որտեվ ձեր ասացի հետ է առնչվում, հենց կպատասխանեք դա այդ մասով, էլի է չի եղել, բացի այդ համբալես եւ այլն, այլ դրսեւորումներ, հա, Փաշինյանի կողմից, հարցը տվել է, հետո պատասխանը այդ նույն ջղաձգումներով ավելի գրահիկ բառապաշարով եղել է, հաջորդ անգամ նորից գնացել են նստել են, նորից նրան հարց են տվել։ Ես ուզում եմ հարց տալ։ Հիմա ասենք թե 1 միլիոն են թալանել անիֆով ինչքան, հա, քանի միլիոններ եւ այլն, երբ որ մարդը պետությունը է կործանում, երբ որ Արցախ է կործանում, դրանից հետո ինձ նույնիսկ անիֆի գումարներ, այո, որպես լրագրող գրում են, բայց դրա մասին հարց տալ վստահ եմ հաջորդ նիստին գնալու են նույն падգամավորները նստեն, էլի հարց տան։ Այս սա է, որ մարդկանց մոտ չի հասկացվում։ Դարձել է կանոն, որ այդպես պետք է շփվեն։ Իրենք պետք է հարց տան, նա պետք է հիստերիկանա, հետո նորից գնան հարց տան։ Ինչ որ մի հատ կախարդական շրջանակի մեջ ընկել, ես այդ մասին նաև խոսում եմ այդ մասին, որ անցել է այն փուլը, երբ սուր հարցադրումները ֆունկցիա էին կատարում, այդ փուլը վաղուց անցել է, հիմա պետք է գործունեության, գործելակերպի այլ ոճ, որովհետև, տեսեք, ես նույնիսկ դա տեսնում եմ, հա, այսպես սուր ելույթ են ունենում, բավականին այսպես, հա, դիպուկ եւ այլն, մարդիկ իրենցից գոհ նստում են, լավ հետո այդ էտապը ստացվում է դա նորմալ է։
այդ этаպը վաղուց անցել է։ Հիմա ուրեմն ես գտնում եմ, որ այստեղ պետք է ուժերի կոորդինացիա, պետական մտածելակերպը պետք է առաջնային տեղ ունենա։ Իմ անձը, ես լավ հարց տվեցի, ես սուր բան խոսեցի, տեսեք ես ինչքան լավն եմ եւ այլն, սա արդեն չի աշխատում, որովհետեւ, այսպես ասենք, հա, թշնամին նենք է ու չարամիտ։ Սա մարդիկ կարող են այսպես ինքնահաստատվել, նստել, վաղը, ինչպես դուք եք ասում, նորից ինչ-որ մի հատ սուր հարցադրում, բայց այդ կախարդական շրջանակ է, մենք ընկել ենք այդ անտունի մեջ ու դուրս ենք, այսինքն նոր գործելակերպ, նոր ոճ, նոր մարտավարություն, ընդ որում շատ խելամիտ, որովհետև մեր թշնամին, իհարկե սրանք գործիքներն են ընդամենը, լավ գործիքներ են ընտրել, բան չունեմ ասելու, իրենք շատ խելամիտ են։ Ես երբեմն տպավորություն ունեմ, որ ամբողջ ինստիտուտներ են աշխատում սրանց հետևում, այնքան որ ճիշտ ուրեմն ուղղորդումներ են տալիս, եւ դա այդպես էլ կա։ Հիմա եթե դրանց թիկունքում, այդ բարոյազուրկ այդ ամբողջ խմբակի թիկունքում մասնագետներ են աշխատում, մասնագիտական ինչ-որ իրենց խորհրդատվություններով, ինչ պետք է անի այս կողմը։ Այս կողմը նույնպես թույնին հակաթույնով պետք է պատասխանի։ Գիտեք, այդպես չի, որ նույնիսկ ամենախելացի մարդը, ամենաբանիմաց, ամենաշրջահայաց մարդը ինքը չի կարող ամեն ինչ իմանալ։ Տեսեք, օրինակ ասենք, դուք ֆինանսների կառավարման մասնագետ եք, ես ինչ գործ ունեմ ձեր ասպարեզում, ես այնտեղ ոչ մի բան չեմ հասկանում, հա։ Հիմա կան ուրեմն տարբեր մասնագիտական մտքի ամբողջական ուրեմն միավորում է հարկավոր, որ ամեն մեկը իր տեսակետից, իր մոտեցումներով, օրինակ այստեղ ես վերջին ժամանակներս իմիջայլոց Փաշինյան Նիկոլը իրեն թույլ է տալիս սոցիալ հոգեբանություն բառը ամենատարբեր կոնտեքստ, ձեր բոստան է մտել, այսպես ասած, ձեր մասնագիտական ընդ որում ես ուրախ կլինեի, որ ինչ որ այդպես խելամիտ մակարդակով դրա անունը տար։ Այդ իր այդ խախտված տրամաբանության, հա, այդ այլասերված տրամաբանության մեջ մեկ էլ ինչ-որ միտեղ էլ սոցիալ հոգեբանություն, չգիտեմ, մեր գաղափարախոսությունը, այսինքն ծիծաղելի է։ Այդ ինչ է նշանակում այդ տերմինը սոցիալ հոգեբանություն։ Գիտեք ինչ, սոցիալական հոգեբանությունը հոգեբանության ուղղություններից մեկն է, կարևորագույն ուղղություններից մեկը, ընդ որում իրենց թիկունքում կանգնածները այդ սոցիալ հոգեբանության օրենքները շատ լավ գիտեն եւ շատ լավ կարողանում են կիրարկել։ Իսկ ինքը լեզվի ծայրին մի հատ սոցիալ հոգեբանություն է ասում ինչ-որ մի հատ ծիծաղելի կոնտեքստում, որ ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունի, բայց տեսեք տերմին ասում, ինչ-որ մարդկանց համար դա կարող է ինչ-որ խելացի լինելու, ինչ-որ տպավորություն, հա, թողնել, այն ինչ աբսուրդի մասին է խոսքը։ Ես ասածս ինչ է, որ հարկավոր է խելամիտ ուրեմն այս բանին, հա, իրենք շատ մտածված ձևով մեզ ոչնչացնելու ամբողջ ռազմավարությանը, տակտիկային, պետք է մի հատ դուրս գա սեփական ամբիցիաներից, ոչ մեկը ամենագետ ու ամենակարող չէ, նույնիսկ իշխանության ղեկին եղած մարդիկ, ամենախելացի, լավ կառավարում իրականացրած մարդիկ, այս իրավիճակը սպეციფიկ իրավիճակ է, էլ մի հատ պետք է խելքի տալ, տեսնել հակաքարոզչություն պետք է անել։ Օրինակ տեսեք, գուցե ես առաջ եմ ընկնում թեմայի տեսակետից, իմպիչմենտի գաղափարը, չէ, այդ անվստահությունն է արտահայտելու գաղափարը։ Հիմա իրենք ինչ արեցին, ես համոզված եմ դրանով։ Տեսեք, էլի ինչ որ ցուցում ստացան հավանաբար։ Իրենք փչացնում են այդ գաղափարը, որովհետև մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս, այնպիսի մի ուրեմն գործիչը այդ հարցը դնում, որի երբ նայում ես իր հետագիծը, իր անցած ճանապարհը շատ ներողություն վստահել է շատ դժվար է։ Հովիկ Աղազարյանին առաջադրելը, հա։ Այո, այսինքն տեսեք փչացնում են ցանկացած գաղափար։ Ուրեն առաջադրել։ Վարչապետի տեխնացու դեռ չէ, հայտարարեց, որ իմպիչմենտի գործընթաց իրենք սկսում են։ Իրենք սկսում են։ Հովանես։ Հա, Հովիկ Աղազարյան։ Խոսենք դեռ իմպիչմենտի մասին, պարոն Ավետիսյան, տեսեք, կուզեմ անդրադառնալ այդ խնդրին, որ падգամավորները սուր հարցը տալիս են, հետո այս նիստը վերջացավ, քննարկում են, ինչ որ կտորներ են YouTube-ներում, Facebook-ներում տարածում, TikTok-ներում իրենց այդ խրոխտ հարցերից, կտորներ նրա պատասխաններից, հիստերիայից եւ այլն, հետո անցնում են
մյուս նիստին նորից նույնը ու կարծես դիտողի մոտ, սովորական քաղաքացու մոտ այնպեսի տպավորություն է, թե դա նորմալ է, այդպես էլ պիտի լինի, որովհետև հարցը տալիս են, նա ինչ ասեք ասում է, համբալ եւ այլն, հա, մեղմ ասած, ամենամեղմ արտահայտություններից էր այդ համբալը, ու հետո գնում են հաջորդ սեսիային նորից նստելու են, նորից հարցեր տան։ Ինձ համար սա մի քիչ, չգիտեմ, գուցե որովհետև քաղաքական գործիչ չեմ, բայց երբ որ ասում են մարդուն համբալ, դրանից հետո ուրիշ բան պիտի հետևի, հա, չպիտի հաջորդ անգամ էլ գնան, նորից հաջորդ չորեքշաբթի նորից հարց ու պատասխանի մասնակցեն եւ նույն հարցը տան։ Հա, ես ուզում եմ սա հասկանանք եւ նաեւ տեսեք այդ մարդը, որ այդտեղ ցույց էր տալիս, որ ես ամենակարող եմ, ես ամենաուժեղ եմ, ընդամենը, ընդ որում մեղադրում էր, որ դուք շպիոն եք եւ այլն, ու որպես երկիր նկատի ուներ Ռուսաստանը, որ Ռուսաստանի շպիոն են որոշ ընդդիմադիր գործիչներ։ Ինքը գնում է այդ շպիոնների երկիրը ու խեղճ ու կրակ, հա, այսպես նստում է, չգիտեմ, ինչի կարգավիճակում, նույնիսկ իշ կադրեր էին տարածվել Չինաստանի նախագահը նույնիսկ հարկ չի համարում բարևել։ Ոչ մեկ բանի տեղ չի դնում, հա, այս տարբերությունների մասին խոսենք նաև։ Ես ազգային ժողովում ընդդիմության վարքագիծը հետևյալ կերպ եմ հասկանում։ Հանրությունը պարակտված է մասերի։ Կա հստակ կողմնորոշում ունեցողներ, այսպես ասած նիկոլականներ, դա հանրության մինչև 10%-ն է, հանրության նկատի ունենք քաղաքական ակտիվ զանգվածին, որոնք լսում են, հետևում են, ներգրաված են։ Եվ ընդհանուր ընդդիմությունը իր բազմաճյուղությամբ կարծում եմ մի այդքան էլ ընդեղ է աջակցությունում։ Հանրության մոտ նեյտրալ զանգվածը 70-ից ավել տոկոս դիտում է եւ նրանց եւ սրանց։ Մեկ-մեկ հոգնում են, անջատվում են, մեկ-մեկ էլի միանում են։ Եվ ընդդիմությունը ինչ է փորձում անել, փորձում է ցույց տալ հանրությանը, որ տեսեք, այս մարդը, որը իրեն ներկայացնում է որպես անարդարության դեմ պայքարող, իրեն ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքարող, իրեն ներկայացնում է որպես ձեր ներկայացուցիչ, իրականում կեղծ է, սուտ է, սա այդ մարդը չի։ Եվ որպեսզի դրա այդ ամեն ինչը կարողանան Երևան հանել, իրենք այդպիսի սադրիչ հարցեր են տալիս, այդպես կարծում եմ դիտարար պլանավորած են անում։ Իրեն գրգռում են հենց այն ուղղություններով, որ նա չի սիրում եւ գիտեն դրանից նյարդայնանալու է, այսինքն մեկը հենց կոռուպցիան, մյուսը դավաճանություն, պատերազմ այդ թեմաները։ Դա տակտիկա է, հասկացանք։ Այսինքն ես կարծում եմ ընդդիմությունը որդեգրել է այդ տակտիկան, որ սրա իրական ով լինելը հանրությանը ավելի տեսանելի դարձնեն։ Ինչ որ չափով դա հաջողվում է, բայց դա նաև ունի գին։ Այդ գինի մասին դուք նշեցիք։ Այդ գինը, որ այդ ընթացքում իրենց վրա են ինչ որ բաներ գալիս, չէ՞, նրանք էլ իրենց վրա են հարձակվում, իրենց են օգտագործում, իրենց գիծը առաջ տանելու համար։ Այստեղ կարծում եմ, եթե ազգային ժողովում ես, մնացել ես, այլ տարբերակ չկարել։ Այդ ընտրած ճանապարհ այլապես այդտեղ մյուս քայլը այն է, որ բոլորը մանդատները դնում են, դուրս են գալիս ազգային ժողովից։ Եթե այնտեղ են, գնացել են, նստել են, նիստերին մասնակցում են, ապա կարծում եմ օպտիմալ տարբերակը այդ է, այսինքն փորձել շարունակաբար այդ իշխանությունների սուտ, կեղծիք, այդ խաբեբա դավաճան իրական կերպարը հանրությանը անընդհատ ցուցադրել, ցույց տալ այդ նաև այդպիսի դրսևորումներով։ Հիմա թե ինչքանով է դա աշխատում, թե ինչքանով չի աշխատում, քննարկման առարկա է, թե հիմա ինչ պետք է անեին, որ չեն անում կամ ինչի չպետք է անեին կամ ինչի պետք է անեին, դա տարբեր քննարկումների առարկա է եւ այս ամենը կախված է նպատակից։ Այսինքն ընդդիմադիր դաշտը, որը միասնական չէ իդեպ, իր առաջ ինչ նպատակ ունի դրած։ Այսինքն կախված դրանից, հիմա ընդդիմության մի հատված գուցե մի նպատակ իր առաջ դրել, հետեւաբար իր որդեգրած քաղաքականությունը այդ առումով գործողությունները հասկանալի են եւ համահունչ։ Մյուս մասը այլ տակտիկա է ընտրել։ Ասենք լուր է գնում են, ոչ մի բան չեն ասում, չեն խոսում, հարց չեն տալիս։ Այդ մոտեցման հարց է, այսինքն այդտեղ սխալ ու ճիշտի բան չկա, լի կախված է նպատակից։
Կարծում խելամիտ մարդիկ են, իրենք հասկանում են ինչ են անում, բայց էլի այդ ամեն ինչ ունի գին, որովհետև նրա իրական կերպարը ցույց դնել, այսպես ասած, նրա փչացած հոտած էությունը հանրության ավելի տեսանելի դարձնելը գին ունի, այդ գինը իրենք են հենց, իրենց հեղինակությունը։ Impeachment-ի մասին խոսեց Տիկին Նալչաջյանը, քանի որ դուք եք խոսենք դրա մասին։ Իդեպ շատ հետաքրքիր է, Տիկին Նալչաջյան, սա Սուրենը Սուրենյանց վստահ եմ խնդիր չի լինի, որ բացահայտեմ, ընդամենը 10 օր առաջ էր Սուրենի հետ այդպես եթերից առաջ հետո սովորաբար գիտեք, զրուցում ենք եւ այլն խոսում ենք, մինչեւ եթեր մտնելը պատրաստ լինի տաղավարը, խոսում ենք եւ Սուրենը ասաց, որ իշխանությունները եւ որոշ ընդդիմադիր շրջանակներ չի բացառվում փորձեն impeachment-ի process-ը անվերջացնել եւ օրինակ Հովիկ Աղազարյանին առաջադրել անկեղծորեն ասում եմ նույնիսկ կարող է ավել 2 շաբաթ առաջ ավելի ստույգ կհիշեմ որովհետև հետագայում ես հնարավորություն ունեցա Էդգարը քանի որ Ղազարյանը մեզ մոտ է գալիս Նարեկի հետ շփվում ենք եւ այլն ես այդ մասին ասացի իդեպ ասացի նշելով որ Սուրեն Սուրենյանցի հետ էինք խոսում եւ այսպեսի կարծիք կար այնպես որ նկատի ունեցեք որ չի բացառվում նման սադրանք լինի մենք դրա մասին զգուշացրել ենք որ այս սցենարն էլ կարող է աշխատեցնել հա հիմա խնդիր չի որ բացում եմ այնպես որ հիմա այս process-ն է գնում թե հիմա Հովիկ Աղազարյանին իր գործընկերների մի մասն է այդ սադրանքին առաջად մղել թե ընդդիմադիր այն թևի ներկայացուցիչները որոնք դեմ են impeachment-ին ես չգիտեմ հա այսպես բան չանեմ ժամանակը կգա պատմությունը որ ասում է իր տեղը կդնի impeachment-ի գաղափարի մասին եմ ուզում խոսենք պարոն Ավետիսյան դուք այն մարդկանցից եք որ նաև օրերս էլ թարմացրել եք ձեր էջում նշելով որ փողոցով եկածը փողոցով էլ գնալու է պետք է գնա եւ նշում եք որ այլ տարբերակ չկա եւ բոլորը պետք է տրամադրվեն եւ պատրաստվեն դրան ըստ էության բոլոր փողոցային պայքարներին մասնակցել եք դուք եւ այն մարդիկ ովքեր հիմա նախաձեռնել են impeachment-ը նաև այդ մարդիկ եւ այնպես է ստացվում երբ որ մյուսները նախաձեռնում են այդ փողոցային պայքարը եւ այլ մարդիկ միանում են օքեյ են դրա հետ բայց եթե հիմա այլ մարդիկ են նախաձեռնում իրենք ասում են դրանք ով են որ միանանք եւ ավելի գրեհիկ անվանումներով կապիկներ, չգիտեմ, ծաղրացումներ, անլրջացնելով եւ այլն, հա, ըստ էության ուզում եմ հասկանանք ինչու ընդդիմության մի հատվածը չի կարողանում այդպես այդ բացատրի, թե ինչով է վնաս այս պայքարին միանալը։ Հա մի քանի հարցեր ես ներառեցի։ Նախ փողոցային պայքարը, որ դուք համարում եք այլ տարբերակ չկա, եւ ժամանակին, երբ որ խոսվում էր մանդատները վայր տնելու մասին ընդդիմության պարլամենտում, բոլորս ասում էինք, որ դրանից քաղաքական ճգնաժամ չի առաջանալու։ Այդ մանդատները մի անգամ են պետք գալու։ Եվ թերևս հենց impeachment-ի ժամանակ են, անվստահություն հայտնելու ժամանակ է պետք գալու այդ մանդատ ընդդիմադիրների, որ փողոցից ճնշում լինի եւ ներսում էլ նրանք կարողանան քաղաքական process տանել, որտեվ մենք իրենցից վատ հարցեր չենք տալիս, հա, ով ուզում իշխանություններին։ Դուք բոլորդ այնքան հյուրեր ենք մենք ունենում, ընդդիմության տարբեր գործիչներից 80%-ից ավելիից շատ խելացի եւ դուք մանդատ չունեք, այնպես որ դրա կարիքն էլ երևի չունեք կամ դեռ չկա։ Մի խոսքով, ինչու չեն միանում այս process-ին, որովհետեւ իրենք չեն անում։ Հա, որ իրենք են անում, լավն է, բոլորը պետք է միանան։ Իսկ երբ որ ուրիշներն են անում, էտով են դրանք, որ միանան, կամ կապիկ են, կամ ծաղրացու են, կամ ինչով են տարբերվում ԿՊԱ-ականներից, որոնք պիտակավորում են մարդկանց։ Բացատրեմ գիտության տեսանկյունից։ Տեսեք, դուք ձեր խոսքի մեջ իդեպ կարճ դրա մասին ասացիք։ Այդ մանդատները պետք են, որ երբ փողոցում ճնշում լինի, այո, այդ impeachment-ի գործընթացը գնա։ Մինչև այդ դրա դետալային նայելը, ընդհանուր process-ի տրամաբանությունը ասեմ։ Քաղաքական գործընթացներում քաղաքական գործիչը պարտադիր չի պատգամավոր լինի, հիմա ես էլ եմ քաղաքական գործիչ, դասական իմաստով։ Քաղաքական գործիչը մյուս քաղաքական գործիչների աշխում ունենում է կշիռ եւ հետեւաբար նրա մոտեցումները ընդունելի են,
երբ նրա հետևում կա մարդկանց որոշակի քանակ կանգնած, այսինքն նրա գաղափարների, նրան աջակցող։ Դա ինչպես է դրսևորվում։ Դասական քաղաքական գործընթացներում դա դրսևորվում է ընտրություններում հավաքած ձայների թվով։ Ոչ դասական մեր պես երկրներում, որոնք կայացած ինստիտուտներ չունեն քաղաքական, այդ պրոցեսները դրսևորվում են փողոցային պայքարի գործընթացներում այդ անձի անձանց կամ ուժերի փողոց հավաքած դուրս բերած առաջնորդած մարդկանց քանակից ելնելով։ Այսինքն այն մարդիկ, որոնք ունակ են օրինակ դրսում հավաքել 10-20 հազար մարդ, որևէ հարցի շուրջ, ինչ որում էական չէ, այդ հարցը սոցիալական փոքր խնդիր է, մեծ խնդիր է, թե ասենք քաղաքական լուրջ գործընթացի վերաբերվող, եթե որևէ անձ ունի այնքան քաղաքական կշիռ եւ հեղինակություն, որ փողոցում կարողանա պայմանական թիվ ասացի, էլի, ինչ որ զգալի, տեսանելի մարդկանց քանակ գեներացնել եւ այդ մարդկանց իր խոսքով ուղղորդել, առաջնորդել ինչ որ process-ի, այդ մարդը մյուս քաղաքական գործիչների աշխում ունի կշիռ։ Մյուս ձևը ասացի ընտրություն։ Այդ երկու ձևն է ի սկզբանե, այլ ձև չկա քաղաքական դաշտում կշիռ ունենալու։ Հիմա երբ այդ տեսանկյունից նայում ենք, ընդդիմության որոշակի անձանց ճիշտ այդ կոպիտ են այդ ձևակերպումները իմ կողմից էլ ընդունելի չեն, բայց բանը այդ վերաբերմունքը հասկանալի է, այսինքն իրենք այդ process-ը քանի որ լուրջ քաղաքական process է, impeachment-ի process, ասում են լավ է կարում նախաձեռնում եք, բա դուք ընդ որում սա էական էլ չէ, հեսա գնանք գործընթացի մասին խոսելու, բայց այդ մեկնաբանեմ ձեր ասածը։ Ասում են, բայց նախաձեռնողները ովքեր են, քաղաքական ինչ կշիռ ունեն։ Սրա մասին է խոսքը։ Իսկ իրենք որ նախաձեռնում էին ինչ կշիռ ունեին։ Ես էլ հարց եմ տալիս, որովհետև ես էլ մեդիայի մարդ եմ։ Ո՞մ մասին է խոսքը։ Եթե Հայաստան դաշինքները ասում են 200 քանի հազար մեծ ժողովուրդը ձայն է տվել։ Եվ այդ իրենց քաղաքական կշիռն է։ Ահա։ Պատիվ ունեմ, չգիտեմ, ինչքան էր 50-70 թվականին է ձայն տվել։ Հա, 25 այսինքն ես ձեզ բացատրում եմ քաղաքական, մեզ լսողներին բացատրում եմ քաղաքական process-ի մեջ անձերը քաղաքական կշիռ ոնց են ունենում։ Հիմա տեսեք, ես ինքս քաղաքական գործունեությամբ դասական իմաստով զբաղվում եմ, բայց տեսանելի քաղաքական կշիռ չունեմ։ Ես ինքս էլ չգիտեմ այդ կշիռի մասին, չէ՞։ Այսինքն չգիտեմ այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունների չեմ մասնակցել, քանի դեռ փողոցային պայքարում ակտիվ դերակատարում չեմ ստանձնել, հա։ Հանրային կարծիքի վրա որոշակի ազդեցություն ունեմ ձեռնարկում, բայց դա քիչ է։ Հիմա գնանք բուն impeachment-ի process-ին։ Դա ձեր ասացի տրամաբանության մեջ է աշխատում։ Կամ դու ունենում ես ազգային ժողովում արդեն իսկ process, որ դու գիտես նախնական, որ սատարում է մարդկանց բավարար քանակի լինելու է, այդ ժամանակ նախաձեռնում ես, կամ կա փողոցային process, մեծ քաղաքական ճնշում, քանի որ իրական իշխանությունը հենց ժողովրդից է։ Ինչքան այդ իշխանությունը հիմա ուզուրպացված է ժողովրդի ձեռքից վերցած է, բայց իրական իշխանությունը ժողովրդն է։ Այն պահին, որ մարդիկ դուրս կգան, միակամ, կկանգնեն ու տուն չեն գնա, կասեն ինչև էս հարցը չենք լուծել, ուզում եք նորմալ գցեք, ինչ ուզում եք արեք, տուն չենք գնալու։ Այդ ճնշումը լինելու է այնպեսին, որ այդ impeachment-ի process-ը շատ արագ աշխատելու է 1-2 օրվա մեջ։ Բայց քանի նման process չկա, ես ինքս կարծում եմ, որ այդ impeachment-ի process-ը չի կարող աշխատել կամ կարող է աշխատել ոչ քաղաքական, տնտեսական, ավելի շատ կոռուպցիոն մեխանիզմների հաշվին։ Վատ բան եմ ասում, օրինակ ինչ որ մեկը Նիկոլ Փաշինյանի թիմից 20 հոգու ամեն մեկին տալիս է, չգիտեմ, $2 միլիոն փող, ասում է կգաս քվերկես նրա դեմ։ Այդ ոչ քաղաքական կոռուպցիոն բան եմ ասում։ Այլապես, եթե խոսում ենք քաղաքական process-ի մասին, քաղաքական process-ը պահանջում է impeachment-ից առաջ քաղաքական մեծ ճնշման գեներացում։ Ինչքան էլ բոլորը գիտեն հանրային լայն զանգվածները, նաև որոշակի դրսևորումներ տեսանելի չեն ընդունում այս իշխանությանը, բայց քանի այդ process-ը գեներացված չէ եւ ցույց դրված չէ ուժը փողոցում, հա։ Եվ այստեղ ասեմ, ինչի ես փողոցումն եմ շեշտադրում, այլ ոչ թե ընտրություններում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն հայ ժողովրդի շատերի, դեռևս շատերի, գիտի թե ինչ հանցագործություններ արել հայ ժողովրդի հանդեպ։ Եվ նա ընտրություններով չի գնալու, ես վստահ ասում եմ։ Ընտրություններով նա չի թողնելու, պաշտոնը չի գնալու։
մինչև փողոցային լայն զանգվածների մեծ ճնշում չլինի իր նկատմամբ, նա չի գնալու։ Տեսեք, հետևաբար այդ երկու նույն բանն եք ասում, ինչ որ ասում են իմպիչմենտի նախաձեռնողները, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվելու։ Բայց առանց այդ հետևաբար ստացվում է եւ Փաշինյանը, իդեպ Փաշինյանը միջազգային դերակատարներին խնդրել էր իրեն բերողներին, հա, ստոտում կախվածների, որ ինքը ընտրություններով գնա, որ այդ զայրույթի զոհը չդառնա, հա, որտեվ այդ մարդիկ չեն ներել։ Բայց գործողություններով ստիպում է, որ դրան գնան մարդիկ։ Այո, տեսեք, բայց ինքն էլ է ասում, որ 26 թվականին ընտրություններով հերթական։ Հայաստան դաշինքն էլ է ասում, սա է խնդիրը, բայց մյուսները գիտակցում են, որ ուզուրպացնողը իշխանություն ուզուրպացնողը մարդը, որ այս ամեն ինչ է աղետը բերեց ու ամբողջ ուժային համակարգը իր ձեռքին է, հա, սպառնում է KGB-ի պատվալով, այս կոմենքով, այդ մարդը, հա, չի ընտրություններով չի թողելու որևէ մեկը հաղթի։ Ճիշտ են ասում, Մամիկոն Ասլանյանին է հիշեք, հաղթել է մարդը, տարավ նստացրեց բանտ։ Կա, ինչպես արդեն ասացի։ Գյումրիի օրինակը այնուամենայնիվ։ Գյումրին ես դեռ վստահ չեմ։ Գյումրին դեռ սպասեք, տեսեք Վարդան Ղուկասյանն ու Սարին Մինասյանը ինչ լավ են իրար հետ։ Գյումրին ներկայացուցչական չէ, վիճակագրության մեջ այսպիսի բան կա։ Երբ որ մի բան փորձում ես հասկանալ process-ն ու երևույթը ամբողջ երկրին կամ բնակչության բոլորին վերագրելի process-ը թե չէ, այսինքն այդ ընտրանքը պետք է լինի ներկայացուցչական։ Հասկանալի է։ Գյումրին իմ համոզմամբ ներկայացուցչական չէ, ամբողջ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներ process-ներին։ Այդ ասել կուզեմ, եթե Գյումրիում ընդ որում ես չեմ կարծում, որ ԿՊ-ն այնտեղ պարտվել է։ Այնտեղ ԿՊ-ն հիմա ունի շատ ավելի շատ ձայներ, քան նախորդի ուներ։ Եվ նույնիսկ եթե համարենք, որ Վարդան Ղուկասյանը իրենց ներկայացուցիչ չէ, այդ առումով համարենք պայմանական, որ պարտվել է, դա ցուցիչ չէ, որով մենք կարող ենք վստահ ասել, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին համապետական ընտրություններում պարտության մատնել։ Ոչ, իրեն անհնար է համապետական ընտրություններում պարտության մատնել, ոչ թե որ մարդիկ գնալու են ընտրեն, ոչ, մարդիկ չեն ընտրելու իրեն։ Այլ որովհետև ասում եմ, նա գիտի ինչ հանցագործություններ է գործել հայ ժողովրդի եւ հայկական պետության նկատմամբ եւ նա գիտի թե ում է ծառայում։ Եվ մենք էլ ովքեր գիտենք եւ դրա մասին խոսում բարձրաձայնում ենք, վստահ ասում ենք նա չի գնալու ընտրություններով, մինչեւ հայ ժողովուրդը ոտքի չկանգնի, տեսանելի ցուցադրաբար իր ուժը դրսևորի։ Հիմա այս պարագայում, սա էլ ասեմ ու ավարտեմ, նախաձեռնությունը, որ սկսվել է, այն առաջի քայլը, որը փողոցն է, դա չկա։ Այդ է խնդիրը։ Այլապես ոչ մեկ չի ասում։ Ես ինքս չեմ ասում վատա, որ դա կա։ Դա պետք է լինի sense tenence։ Այո։ Բայց քաղաքական ճնշումը, եթե չի գեներացված, ցուցադրելի տեսանելի, այդ չի աշխատելու։ Հիմա կասեմ, ես դեր թույլ տվությամբ ասեմ սոցիալոգեբանության տիրույթ։ Խնդրեմ։ Ուրեմն այդպես չի լինում, որ ժողովուրդը թեկուզ տրամադրված լինի շատ կտրուկ, սրանց հեռացնելու հարցում այդպես չի լինի, որ մի առավոտ մենք արթնանանք եւ բոլորս որոշենք, որ գնում ենք հրապարակ։ Այդպես չի լինում։ Ուրեմն հարկավոր է այո գեներալացնել, հա, մինչև այդ։ Հիմա մենք ավելի ուժեղ ժողովրդական շարժում, քան սրբազան շարժում, դեռ նույնիսկ դժվար է պատկերացնել։ Ինչքան ուրեմն էմոցիաներով լի, ինչքան առաջնորդը կարողանում էր, հա, այսպես համախմբել եւ այլն, եւ մենք ունեցանք շատ հրաշալի պոստկում, ավելի լավ է երևի դժվար է պատկերացնել։ Հիմա բայց ինչ տեղի ունեցավ։ Հիմա եթե մենք նստենք ու սպասենք, որ մինչև ժողովուրդը լցվի հետո նոր իմպիչմենտի գործընթացը, դա անհետեթության ժանրից է։ Հիմա ինչ են ասում այն падգամավորները, այն խմբակցությունը, որը դեմ է իմպիչմենտին։ Իրենք ուրեմն բերում են թվեր, բերում են փաստեր, ասում են մենք հիմա դա չենք կարող, որովհետև այսպես։ Հիմա ինչ է դրան հետևում։ Լավ, եթե չեք կարող, ուրեմն ինչ ենք անում ձեր, ասենք հիմնական միսիան, որ եկել եք պարլամենտ, մարդիկ էլ ձայներ են տվել, ոգևորված եկել են ձեր ետևից, դուք հարցը ամենաառաջին հարցը դրել եք, որ այս իշխանություններին ուրեմն հեռացնելու հարցն է առաջնայինը։ Հիմա եթե այս գործընթացը դուք համարում եք անտրամաբանական, ուրեմն փոխարենը ինչ եք առաջարկում, եւ ես այստեղ արդեն տեսնում եմ, եւ դա նկատելի է առանձնապես այսպես խորաթափանց պետք չէ լինել հասկանալու համար, որ մենք տեսնում ենք, որ այս ամբողջ խոսակցությունը տեղափոխվում է
անձերի դիրույթ, հա, ասենք, ասել, որ կարող է մենք չգիտեինք impeachment-ը ինչա դուք պիտի ասեք, որ մենք իմանանք, հա, եւ տեսնում ես լավագույն դեպքում, բայց գիտես երբեմն իմ ելույթում impeachment բառը օգտագործել, ես տեսնում եմ, որ այստեղ շատ կան տարբեր կողմերում իսկապես նվիրյալ մարդիկ, հա, որոնք իսկապես ձգտում են փրկել Հայաստանը, հա, այս ճիրաններից, այս սարդոստայնից, ինչի մեջ մենք հայտնվել ենք, բայց այստեղ ես տեսնում եմ ինքնագիտակցության խնդիր, հիմնականում գերակշռում է, մանավանդ արդեն այսպես սուր պահեր երբ գալիս են, վճռական որոշումներ կայացնելու պահեր երբ գալիս են, մեկ էլ մենք տեսնում ենք, որ մեր գործիչները ինչքան ուզում է ժամանակին սուր այսպես հարցեր տված լինեն Փաշինյանին եւ իր մուտանտներին, ինչ են անում, տեղափոխվում են իրենց եսի կամ լավագույն դեպքում խմբակային ինքնագիտակցության սահմաններում։ Մենք նրանք, մեր կուսակցությունը, նրանց կուսակցությունը, մեր խմբակցությունը, նրանց խմբակցությունը, սա դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Օրինակ նույն սրբազան շարժման ժամանակ, նորից եմ կրկնում, ավելի հզոր, ավելի էմոցիոնալ, ավելի ազնիվ շարժում դժվար է պատկերացնել, բայց այստեղ չկար ինչ, չկար կոորդինացիա։ Եթե իսկապես անկեղծորեն մեր բոլոր այսպես կուսակցություններ, խմբավորումներ, գործիչներ եւ այլն, բոլորի մտածողությունը այսպես պետականի շրջանակներում եթե աշխատի, եթե իրենք հասկանան, որ ամեն ինչ իրենց եսը, իրենց համակրանքները, հակակրանքները եւ այլն մի կողմ են դնում ու գնում են գլխավոր հարցի ետևից, կստացվեր։ Կոորդինացիա ես չեմ տեսնում։ Հենց գալիս է, ահա այդ պահը, որ հարկավոր է ինչ-որ ձևով կոորդինացնել երկիրը փրկել, մեկ էլ մենք տեսնում ենք, որ խմբակային շահերը, խմբակային մտածողությունը, խմբակային ինքնագիտակցությունը ավելի հաղթող է դուրս գալիս։ Սա է մեր խնդրեմը, նույնիսկ խնդրեմը այնքան սրանք չեն արդեն, որովհետև իրենց դեմքը պարզ է։ Մարդիկ իդեպ նույն, ասենք, Գյումրիում տեղի ունեցած է։ Իմ համար դա ես հասկանում եմ, հա, այդ ռեպրեզենտատիվ լինելու եւ այլ այդ բոլոր հարցերը ես հասկանում եմ, բայց բոլոր դեպքերում սա շատ կարևոր ցուցանիշ է տրամադրությունների, որովհետև չնայած բոլոր տեսակի ճնշումներին, վախեցնելուն, ամեն ինչ եղել է այնտեղ։ Այնուամենայնիվ մարդիկ տեսեք գնացին եւ ուրեմն իրենց քվեն տվեցին համենայն դեպս ոչ ուրեմն ԿՊ-ին, այսինքն ժողովրդական տրամադրությունները այնպիսի վիճակում են, որ հնարավոր է գեներացնել, բայց հարկավոր է դրա համար համախմբված գործ անել, հարկավոր է կոորդինացնել։ Գիտեք, նույնիսկ այսպես պայմանավորվել, որ մնացած բոլոր հարցերը դնում ենք մի կողմ, ամեն մեկը իր մասով, հա, իր կարողությունների չափով գնալ սրա ետևից։ Այս սա է որ չի ստացվում։ Ինչի նվիրյալներ շատ կան բոլոր կողմերում։ Տիկին Նալչաջյան, տեսեք, մի քանի արդեն շարժումներ ենք տեսել, չէ՞, հայրենիքի փրկության շարժումը, դիմադրության շարժումը, սրբազան շարժումը եւ այլն, եւ մոտիկից ոչ միայն լուսաբանել եմ, այլ որոշ քննարկումների ականատես եմ եղել նաեւ, օրինակ հայրենիքի փրկության շարժման ժամանակ ես հիշում եմ նույնիսկ այդ կազմ խորհուրդ գոյությունն է, ասենք Անդրանիկ Թևանյանի պես մեկը կարող է որոշել, որ Աշոտյանն ու Շարմազանովը չպետք է ելույթ ունենան, որովհետեւ չգիտեմ ինչ։ Տեսեք, Անձերի դիրույթ, հա, որոշում էին կայացնում, որ չպետք է իրանք ելույթ ունենան, որովհետև իրանք նախկին են, ընդ որում ասենք Անդրանիկ Թևանյան, որը ինքը մասնակցել է ու գեներացրել է այդ ատելությունը նախկինների նկատմամբ եւ Փաշինյանենց հետ, հա, Սերժ Մերժողների մեջ է եղել եւ այլն եւ այլն։ Ու ինքը ասենք բաներ ընտրում էր։ Հետո հիշում եք Արցախի հանձնումից հետո այն ալիքը ինչպես նա կոտրեց, հա, գնաց հետո էքզիտ արեց, վերջի բանը Արարը վերջին Արարով հայտնվեց մեկ լիդեր էր, մի օր հետո հայտնվում է Գորիսում, հա, ինչ ալիք կոտրեցին։ Դիմադրության շարժում ենք տեսել, նույն ասենք այդ մարդիկ, նույն Էդգարը Ղազարյան եւ Նարեկը Մալյան, իրենք պայքարողների մեջ են եղել։ Դուք Հովանես Ավետիսյան իր ոլորտում Կարինե Նալչաջյանը իր ոլորտում, հա, մյուսը իր ոլորտում։ Հիմա ինչ է ստացվում։ Այն ժամանակ, երբ որ պայքարում էին եւ դիմադրության շարժման եւ հայրենիքի փրկության եւ սրբազան շարժման ժամանակ լավն էին, հիմա որևէ մեկը եթե ինչ որ նախաձեռնություն ունի, վաղը պարոն Ավետիսյան դուք օրինակ նախաձեռնություն անեք, ասելու են ով է մեջքի հետևում ինչ մարդ կա, ասելու են, չէ, այսինքն հասկանում եք, Կարինե Նալչաջյանը մի բան անի, ասելու են ինքը ով է, իսկ բանը քանի ձեր ունի, քանի լայք ունի, կներեք, քանի դիտում ունի, հասկացա, բայց հիմա
ով է Նարեկ Մալյանը, այն մարդն է, որը պայքարում էր նաև այդ նույն այդ Սորոսի այս ամեն ինչը բացահայտողներից մեկն էր օրինակ։ Չգիտեք ով է, կենսագրություն ունի, աչքներից առաջ է եղել։ Էդգար Ղազարյանը չգիտեք ով է, շատերից այդ ասողների կենսագրությունից ավելի հարուստ կենսագրություն։ Այսինքն ով անի, սրանք ասելու են բանա։ Հələ դուք ով եք, հələ ասեք տեսնեմ։ 21 այդ կորտանարար դատողությունը դա է, որ արդեն անձի վրա է կորտանարանը։ Դա խնդիրը էլի քաղաքական process-ի մեջ process-ի բացակայությունն է։ Այն ինչը դուք անվանեցիք անհեթեթություն, առանց դրա չի լինելու երկրում փոփոխություն։ Բայց ժողովուրդը ինքնստինքյան մի օր դուրս չի գալու։ Գիտեք ինչ, եթե ինչ-որ մի process սկսվի պարլամենտում, ժողովրդի մեջ էմոցիաները այնպիսի վիճակում են, որ մենք մեկ էլ կտեսնենք, որ լուծվում են հրապարակներ։ Եթե կա process, այդպես լինում է, պետք է process լինի։ Պատմության մեջ օրինակ բերեք, չկա աշխարհում նման process։ Շարժմանը չեղավ։ Արդեն որ process մարդիկ ինչ-որ մի գործի են սպասում։ Իսկ դուք պատկերացնում եք, որ մարդիկ մի օր փողոց են լսվելու, չեն լսվելու, ճառեր լսելուց հոգնել է։ Այլ չեք թող միտքս ասեմ։ Առանց քաղաքական process մարդիկ փողոց դուրս չեն գալիս։ Դե հիմա ասածն քաղաքական process է, էլի։ Ազգային ժողովից դա չի լինելու։ Դա ազգային ժողովից չի լինելու։ Փողոցից է լինելու։ Ազգային ժողովից դա չի լինելու։ Ազգային ժողովում չկան առաջնորդներ, որոնք կարողանալու են ժողովրդական process գեներացնել։ Չկան ազգային ժողովում այդ մարդիկ։ Հետևաբար ազգային ժողովից դա չի լինելու։ Հովանես, մի բան ազգային ժողովի եւ ազգային ժողովում շրջանակներում կարող է լինել։ Իհարկե պետք է կոորդինացնել, սա է կոորդինացիայի հերթականություն։ Քաղաքական process-ը ինքը զարգացումներ են, որևէ մարդկանց խումբ նախաձեռնում է process, ձեր նույն ասած սրբազան շարժման ժամանակ, որը դեռ ավարտված չի իր մասին, երբ որ Ես էլ եմ այդ կարծիքում, որ ավարտված, ամենապես այդ փուլը այդ մի փուլ էր, որը այդ բանին այդպես է եզրափակվել, բայց այդ process-ը դեռ ավարտված չի, որտեղ այդ առաջնորդը դեռ ակտիվ է եւ process-ի մեջ է եւ իրեն դեռ դրսեւորելու է։ Հիմա եթե կան այլ մարդիկ, որոնք ունեն լայն զանգվածներ, այս կարևոր բաները մենք չենք ուզում, էլի, բան անենք, մոռացություն ենք տալիս կամ անտեսում ենք։ Լայն զանգվածներին, որ կարողանում են առաջնորդել, լսելի լինել, իրենց համար ընդունելի լինել, սա է գլխավորը։ Մինչև այս process-ը չլինի, impeachment-ի process չի լինելու։ Այսինքն նստելու ենք, սպասենք, մինչև իհայտ գան այդ մարդիկ։ Հայաստանը ուղղակի գոյության դա քաղաքական process-ի մեջ է պետք ներգրավել, աջակցել Աջակցել սրբազան շարժմանը, օրինակ նույն դիմադրության շարժման աջակիցներ եղել են։ Ինչով է դա վնասում, ոնց որ ես հարց տվել եմ նաև Հայաստան խմբակցության падգամավորներին, հա։ Ինչով է վնասում։ Ինչով է ձեզ վնասում։ Օրինակ ասել եմ, ինչով է վնասում, որ միանաք։ Ինչ է կողմ։ Ես չգիտեմ։ Իրենց չգիտեմ, իրենք ենթադրենք չստացվեց։ Իրենք թվերն են մեջ բերում, որ հնարավոր չի չստացվեց, ձախողվեց։ Մենք կներեք էլի օրենքը ոնց է կարծեմ 6 ամիս թե մի տարի հետո վնասվելու պահը այստեղ տեսեք ոչ թե impeachment-ի ձախողումն է, այլ ներկայացված տեխնացուի ով լինելու։ Հիմա ինչ որ մեկին պիտի կողմ չեք վերակեն։ Դե թող իրենք առաջարկեն, ասում են առաջարկեն։ Այդ այդ մարդիկ ասում են, այս բան չունենք տեխնացու։ Հիմա ում առաջարկեն։ Հիմա Հովիկ Աղազարյանին հո չեն գնալու կողմ կվերակեն։ Չէ, բնականաբար չէ։ Դե դրա համար եմ ասում, դա Հովիկ Աղազարյանով փորձում են իսկապես անլրջացնել process-ը։ Անլրջացնել, ես չգիտեմ հիմա ինչպես կարձագանքի։ Այսինքն ստացվում է ինչ որ ճահճացման մի հատ process, բայց ստացվում է գերի ենք ընկնում եւ ընդդիմությանը եւ իշխանությանը։ Եթե չի հաջողվում, հա, անվստահության այդ գործընթացը, այնտեղ որքան գիտեմ, ինչ որ ժամանակահատված կա, 6 ամիս է թե ինչքան, 6 ամիս, չէ։ Բայց հələ դուք տեսեք, քանի 6 ամիս անցավ, ինչքան ժամանակ է այս հարցը քննարկվում է, չէ, impeachment-ի հարցը։ Քանի 6 ամիս անցավ, եթե խնդիրն այն էր, որ եթե չհաջողենք 6 ամիս եւ այլն, քանի 6 ամիս է անցել, բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ պիտի ինչ որ մի հատ կայծ լինի, ժողովուրդը գիտեք շատ հոգնել է ճառեր լսելուց։ Ամենախելացի խոսքը, ամենախելացի ժողովրդի ֆունկցիաների սահմաններում պիտի պրավալ կտա, ժողովուրդը կգնա հաստատ դուրսը կկանգնի ու կասի դուք էլ ուրեմն
դուք էլ պիտի դուրս գաք այդտեղից, այսինքն մինչև հիմա լավ էլ տեսել ա չէ, ժողովուրդը դուրս կգա, ես կարծում եմ, ու սա այս process-ում ամենակարևորը, որ չհուսահատվել եւ չշտապել, չէ, որևէ process-ում ամենակարևոր պայմանը չշտապել, ոչ թե չշտապել խելամիտ ժամանակահատվածի սահմաններում, դեպքեր կան, որ պետք է շտապել։ Բայց փաստ է, չէ, որ այսօր թիվ 1 թեման է քննարկող impeachment-ը։ Ավելի միջազգային մամուլն էլ այսօր եթե անդրադառնում է դրա մասին, նույնիսկ ընտրություններ 21 թվի դրանից սկսած, հենց հաջորդ օրվանից աբսուրդ է թվում, բայց հենց հաջորդ օրվանից է այդ թեման քննարկման առարկա, այսինքն որ պետքա լինի համաժողովրդական շարժում անվստահություն հայտնելու եւ այս impeachment-ին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եվ այս մարդուն անվստահության որովհետեւ տեսեք, քաղաքական դասական process-ով ինչ ընտրություններն է, դրանք էլի մանիպուլացնելու են, խաբելու են, ներկայացնելու որպես հաղթանակ։ Այն ինչը Գյումրին հաջողություն եք ներկայացնում։ Մենք մոռանում ենք, որ Գյումրիում ԿՊ-ն առաջի տեղում է։ Ամենաշատ ձայնային ռեսուրսներով, այնուամենայնիվ այն պատկերը, որոնք մենք ունեցանք, եկեք դրականը մենք գնահատենք։ Մենք ինչի մասին ենք խոսում, բայց մենք դրականը գնահատենք, մարդիկ կարողացան իրենց կամքը արտահայտել։ Մենք հիմա խոսում ենք փաստերով, խոսում ենք process-ի մասին քաղաքական, որը հետեւյալն է, ԿՊ-ն Գյումրիում առաջի տեղում է։ Երևի դժվար է պատկերացնել, որ այս ռեսուրսներով, այդ գրեհիկ ճշմարտություններով դժվար է։ Ամենայն դեպս տեսեք, այստեղ էլ եթե մենք խոսենք սոցիալ հոգեբանությունից, ներողություն, եթե մենք էլի խոսենք սոցիալ հոգեբանությունից, այս պայմաններում այնուամենայնիվ մարդիկ ջուր ներքին հաղթահարման ճանապարհ են գնացել եւ այլն, մենք եկեք գնահատենք մարդկանց դիրքորոշումները, որոնք իրենք արտահայտեցին։ Տեսեք, գնահատանքն ու դա դնենք մի կողմ, ով կգնահատի թե չէ, այդ էական չի, ստեղ էականը քաղաքական process-ը, որը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը մեխանիզմ էր գործի դրել, որը անտեսվում է եւ չի քննարկվում, որը հանրապետական մակարդակում է դրվելու եւ հենց դա է աշխատելու։ Այս անգամ աշխատելու է։ Կարելի ասել մասնակի աշխատեց Գյումրիում։ Այդ որն է, իր ուժը ԿՊ-ն կհավաքի շուրջ 30% ձայն, այն մնացած 20% անհրաժեշտ ձայներն էլ կհավաքի այսպես կոչված Եվրոդաշինքը։ Այդ նույն մեխանիզմը նա փորձարկել է Գյումրիում, եթե չեք նկատել, դա է տեղի ունեցել։ Եվ եթե թեկուզ այդ ուժերից մեկը այդ Եվրոդաշինքը կոչվածի հաղթահարել է, չեմ անցողիկ, այս պատկերը չէր լինելու։ Հիմա տեսեք, նրանք բացահայտ ընտրակեղծիքների չեն գնացել այնտեղ, ինչը իրենց հետ չի պահում հանրապետական մակարդակում գնալու, որովհետև պարզ պատճառով այնտեղ տեխնատուները մարդիկ են, որոնց վրա այս իշխանությունը ունի ազդեցություն ոչ քաղաքական առումով եւ ցանկացած պահի, որին ուզեն կարողանալու են մեկուսացնել։ Եվ էլի իրենք կարողանալու են Գյումրում իշխանություն ուզուրպացնել, եթե տեսնեն, որ իրենց ոչ ցանկալի ուղղությունով է գնում process-ը այնտեղ։ Էլի կրկնում եմ, չմոռանանք, որ Գյումրիում ԿՊ-ն ունի ամենաշատ ձայները հավաքանում, հա։ Այդ շատ կարևոր փաստեր ենք մենք դնում մի կողմ։ Եվ հետեւաբար էլի ԿՊ-ն Գյումրիում չի պարտվել, ԿՊ-ի ծրագիրը մասնակի է աշխատել Գյումրիում։ Բայց դուք չեք գտնում, որ որակական շատ լուրջ այնտեղ մենք փոփոխություն ունենք, հենց թեկուզ ընտրությունների իմաստով, որ մարդիկ գնացել են գումարային իմաստով անդիմադիր ուրեմն ուժերին են ձայն տվել, թեկուզ գումարային իմաստով։ Ես չեմ տեսնում այդ փոփոխությունը որակական։ Այսինքն դուք գտնում եք, որ ԿՊ-ն հաղթել է, այսինքն ոնց հասկանանք, ընտրությունների ես էլ եմ կողմ, որ ընտրությունների գնալը շատ մեծ հարցականների ուրեմն խնդիր ունի իր մեջ, բայց impeachment-ը չենք ընդունում, ընտրությունները չենք ընդունում։ Impeachment-ը քաղաքական process է, որը գեներացվում է, երբ որ կա ժողովրդի համախմբված եթե ժողովրդին պետք է պատրաստել դրան։ Անկեղծ ասած, էլի սրբազան շարժման վրա հույսեր կարելի է դնել։ Պետք է հարցնել նախաձեռնողներին։ Մի օր նախաձեռնողների հետ կհանդիպի։ Սրբազան շարժման վրա էլի կարելի է հույս դնել, էլի այս իրավիճակում էլի հույսը սրբազան շարժումն է, որտեղ Բագրատ Սրբազանը այնուամենայնիվ շարունակում է։ Առանց փողոցի ես համամիտ եմ, բայց հարկավոր է կոորդինացնել, պարլամենտը իր ֆունկցիաների շրջանակներում անելիք ունի։
ընդդիմադիր կուսակցությունները եւ այլն իրենց ֆունկցիաների շրջանակներում կոորդինացնելու խնդիր կա, բայց սպասել, որ ժողովուրդը ուղղակի լցվում է, ժողովրդի նաեւ այդ հաստատության ուրեմն անդադ կրկնում եք դա, բայց ես երբեք չեմ ասել, հիմա էլ եւ երբեք էլ, որ պետք է սպասել ժողովուրդը դուրս գա։ Այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Այո, ես դա էի ուզում ասել, որ ըստ էության դուք նույն բանն եք ասում, բայց ոնց որ լավ չհասկացաք իրար։ Ժողովուրդը ինքնին չի դուրս գալիս։ Ժողովուրդը process են նախաձեռնում դուրս է եւ դրա համար է ասացի։ Կարող է նաեւ trigger հանդիսանալ, չէ՞։ Որ կան այդ process-ը նախաձեռնի։ Ես դրա մասին եմ խոսում եւ հետեւաբար չի կարող impeachment-ը սկզբից լինել այնտեղ, հետո փողոցում process։ Դե դրա համար ազգային ժողովի չեն ասում, դրսից։ Հետո ազգային ժողովը։ Եթե այսպես տրամադրված մարդիկ, հա իշխանությանը շատ դեմ տրամադրված, զզված, հոգնած մարդիկ մեկ էլ տեսնեն, որ պարլամենտում process է սկսվել, հա, անվստահության։ Այ այս դեպքում կարող է նույնիսկ ինքնաբուխ արտեն մարդիկ դուրս գան։ Լինում է, պիտի process լինի։ Գիտեք ինչ ասեմ ձեզ, մենք շատ ոչ ստանդարտ վիճակում ենք, դասական ինչ որ օրենքներ այսօր չեն աշխատում։ Այսօր մենք պիտի նաև ոչ ստանդարտ լուծումների մասին մտածենք։ Մեր վիճակը ստանդարտ չի, որովհետև մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք գտնվում։ Ինչու օրինակ ասենք Գյումրիից այդ խառնամբոխը մի քանի հոկանոց որ գալիս էր, քաղաքական այդ դասական այդ որ օրենքով եկան ուզուրպացրեցին։ Արդեն ժամանակակից պատերազմի օրենքներով եկան եւ ուզուրպացրեցին իշխանությունը։ Այնպես որ ոչ ստանդարտ լուծումները, թեկուզ ռիսկային լուծումները պետք է գնալ այդ քայլերին կարծում։ Մի բան պարզ է, ամեն դեպքում այս process-ից անհանգիստ են նաեւ իշխանությունները եւ ընդդիմությունը մի հատված, հա, տեսեք, սա որը պարզեցինք impeachment-ի process-ը որևէ վնաս ընդդիմությանը չի տալու, չէ՞։ Կա կորուստ։ Հասարակությունը առաջին հերթին որևէ վնաս կրում է, չէ։ Սա կարող է, չէ, հանդիսանալ նաև trigger ինչ-որ process-ների։ Սա շատերն են ասում։ Այդ մեկը համաձայն չեմ, որտեղ էլի ազգային ժողովում այդ առաջնորդը չկա, որ այնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, փողոցում process։ Հասկանում եմ, բայց չգիտենք կլինի թե չէ։ Եթե այսպես անեն, կարող է չլինի, բայց ընդդիմության շարքերից չէ, նկատի ունեք առաջնորդը, բայց կարող է, չէ, օրինակ տեխնացու անպայման չի։ Կարող է, չէ, ընդդիմությունը վարչապետի տեխնացու առաջադրել ոչ պարլամենտական ընդդիմության ներսից։ Օրինակ կարող են որևէ անհատի, չէ, ներկայացնել։ Ինչքան գիտեմ, օրենսդրությունը չի սա նախագծում։ Այսինքն կարող են ինչ-որ մեկին առաջադրել եւ ինչ-որ մեկը գնա որպես տեխնացու հանդես գա եւ խոսի ու process տանի։ Կարող է թե չէ։ Եթե կա այդ տեխնացուն, որը ունի լայն զանգվածների աջակցությունն ու սատարումը եւ որոնք պատրաստ են այդ տեխնացուի համար, եթե պետք է փողոցել դուրս գան, կարող է լինել, բայց մեր երկրում քանի նման մարդ կա, քանին տեսեք, կարող է շատ էլի համաձայն եմ Տիկին Նալչաջյանի հետ, կարող է շատ անսպասելի սցենար լինել, ինչ իմաստով։ Նույն օրինակ, եթե ընդդիմության շարքերից ընդ որում սա վերաբերվում է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչներից որևէ մեկին, հա, նրանք օրինակ ասում են, ես այսքան լսարան ունեմ, ես այսքան դիտում ունեմ, իրենց թվում է, եթե իրենց այսքան մարդ նայում է, իրենք գետնի վրա էլ այդքան հետևորդ ունեն, կամ 21 թվականը բոլորովին 21 թվականի ընտրությունները բոլորովին այլ իրավիճակում էին տեղի ունենում եւ դարձյալ իրենց հաշվարկները նույն ընդդիմության հաշվարկները սխալ դուրս եկան հետագայում ցավալիորեն իրենք ընդունեցին այդ ընտրությունների արդյունքները եւ 26-ը ավելի դաժան կարող է լինել եւ կարող է օրինակ ցանկացած որևէ մեկը անհատ լինի Հովանես Ավետիսյան, Նարեկ Մալյան, Էդգար Ղազարյան, մեկ ուրիշը, հա, հիմա անուններ չթվարկեմ, որը կարող է հանկարծ ու ինքը վերցնի ու այդ process-ը տանի։ Այսինքն ինձ վախեցնում է այն, պարոն Ավետիսյան, որ ընդդիմությունը ցանկացած որևէ մեկի անուն 10 սրերով, թրերով ընկնում են, հա, ու ոչնչացնում են։ ՔՊ-ից էլ լավ, ոչնչացնում եմ համարում այդ վատ է։ Հասկանում եմ, դա վատ է, բայց պայքարի ձևը, բայց կներեք, այդպես չեն պայքարում, հա, դա այդպես չեն պիտակավորումով կամ կեղծ ինֆորմացիաներ տարածելով եւ այլն, այդպես չեն տարածում։ Ու ինձ համար ամենամտահոգիչներն է, որ եկել ենք հասել ենք մի փուլի, որ կեղծ ինֆորմացիաներ են տպում, օй Պուտինին ասենք թե ինչ ասեց, որ Կիրիենկոին դրեք, ստեղ կոորդինատոր
Պուտինը հավանություն տավելիս էս տեխնացուին, էս կուսակցությանը, էս Կիրիենկոն Կիրիենկոն, որը կոորդինացնում է բան, Կիրիենկոին էլ բան են ներկայացնում են որպես ազգային գաղափարների կողմնակից, այսինքն Կիրիենկոյի կենսագրությունը չիմացող մարդիկ կարող են էլի միայն այդպես ներկայացնել, վատ իմաստով չէ, ուղղակի անցած ճանապարհը եթե նայեն, այդպիսի բնորոշումներ չեն տան, էլի։ Ինչևէ, այսինքն որ բանը Պուտինը որոշել է, Պուտինը չգիտեմ հավանություն, այս կեղծ բաներով, հա, պատերազմներ ինչի է բերելու։ Էլի ով է շահելու։ Նիկոլ Փաշինյանը վեր կենա, ասի որևէ երկիր չպետք է թելադրի, որևէ, չգիտեմ, արտաքին ուժ չպետք է մեր բան օրակարգը թելադրի, հա, էս են անելու։ Ու ոչնչացնում են բոլորին, ով խոսում է, մեկին ծաղրացու են ասում, մեկին չգիտեմ ինչ են ասում։ Այսպես այսինքն ուր են գնալու այսպես։ Չէ, քաղաքական պայքար չի, է։ Ես հասկանում եմ։ Ցավալին դա է։ Անձերի ու խմբերի պայքար է։ Նպատակի շուրջ համախմբվելու անկարողությունը մեզանում նոր երևույթ չի։ Մենք եթե շարունակաբար այսպես պարակտված չլինեինք, հա, մենք չենք էլ ունենա Նիկոլ Փաշինյանի իշխանության, Արցախ չենք կորցնի։ Այդ մեզանում նոր երևույթ չի։ Մենք դարերով են Նժդեհից սկսած, գիտեմ, Հայկ Ասատրյանով, Մյուսով Թումանյանով, Իսահակյանով, որ կարդում ես, դրա մասին են մարդիկ գրել ու գրում ու մինչև հիմա մենք տեսնում ենք։ Այդ է։ Հիմա այդ իրողության մեջ, բայց ես ինքս չեմ հիասթափվում, ասում եմ, քանի էլի այդ process-ը, այսինքն այդ process-ը ես չեմ process ասելով սահմանափակվում Նիկոլ Փաշինյան հեռացնելով։ Դա process-ի սկիզբն է։ Մենք պետք է Նիկոլ Փաշինյան հեռացնելով Հայաստանում ունենանք հայկական իշխանություն։ Նիկոլ Փաշինյանի վրա եթե շատ կենտրոնանանք ու մեր գերնպատակը դարձնենք իրան հեռացնելը, կարող է հանգենք նրան, որ ունենանք այլ անուն ազգանով հակահայ մեկ այլ կերպար, որ էլի մինչև մի քանի տարի մարդկանց կխափի նոր էլի մարդիկ կջոկեն, որ սա էլ էր սուտ խոսան, սա էլ հայ չի։ Այդտեղ արդեն ամեն բաց թողնված ամեն անցած օրը, որ մենք մեր հայկական իշխանությունը չունենք, ով հայկական շահեր չի սպասարկում, հայկական հայոց պետության համար չի աշխատում, այդ ամեն օրը բաց թողնված օր է, բաց թողնված հնարավորություն է, այդ օրերը ժամանակը մենք մեր կյանքից է գնում, հետ չենք բերելու։ Այդ ամենավատը այդտեղ։ Դե չէ, ցանկացած կորսված տարածքել է կարելի հետ բերել, կորսված այլ բաներ, բայց մեր կյանքից գնում են այդ կարևոր շրջանները, որ մենք պետք է պետությունը ոտի հանենք եւ հետեւաբար impeachment-ի գործընթացը ես դրա համար եմ ասում, պետք է նախաձեռնի եւ լինի կոորդինացված, էլի թո Էդգար Ղազարյանը նախաձեռնի, բայց լինի կոորդինացված այն մարդու կամ մարդկանց հետ, որոնք ունեն լայն զանգվածների մոտ արժեքություն եւ որոնք ունեն առաջնորդի դերակատարում։ Օրինակ։ Դե ես դրա համար տեսեք, բայց պատրաստակամություն են, չէ, հայտնել եւ երեք նախագահների հետ հանդիպել եւ քաղաքացիների եւ իրենց նախաձեռնությունը չեմ քննադատում։ Ցանկացած մարդ, որ այս իշխանությունը հեռացնելու որևէ process է նախաձեռնում, անկախ նրանից ես կընդունեմ, չեմ ընդունի, ինձ դուր կգա, դուր չգա, ես չեմ քննադատում։ Ես կարող եմ տեսակետ հայտնել, չհամաձայնվել, բայց այդ մարդը այդպես է տեսնում process-ը։ Ես էլ ասում եմ, որպես այդ process-ներից կարծում շատ լավ հասկացող մարդ, տեսնում եմ, որ այդտեղ բաց բաներ կա, որ պարտադիր են դրանք լինեն, որ դա հաջողի։ Որոնք օրինակ։ Դա լայն զանգվածների մոտ հեղինակություն ունեցող առաջնորդի կամ առաջնորդների հետ, եթե դրանց թիվը շատ է, կոորդինացում, դրանց հետ համաձայնեցված լինել այդ process-ի, որովհետև առանց փողոցային պայքարի էլի impeachment-ի գործընթաց չի հաջողելու, սա իմ համոզումն է։ Կլինի այլ բան։ Ես կգամ ձեր եթերում, կասեմ կներեք սխալվեցի, փաստորեն հնարավոր էր այլ բան ես չէի պատկերացնում, բայց ես այս պահին տեսնում եմ փաստերը համադրելով, եղելությունները վերլուծելով, որ առանց փողոցային մեծ ճնշման եւ լայն զանգվածների մոտ հեղինակություն ունեցող այս պահին էլ այդ միակ մարդը մարդիկ իրեն ուզեն, չուզեն, դա Բագրատ Սրբազանն է, որ
քիչ թե շատ այս վերջում իր մոտ այդ process-ը հաջողվել է, դուք էլ նշեցիք մարդկանց տարբեր ընդ որում շահեր ունեցող, տարբեր հայացքներ ունեցող մարդկանց մեկտեղել, ինչ որ պահի process-ը դադար է առել, բայց ես կարծում եմ համենայն դեպս այդ մարդը շարունակում է ակտիվ մնալ եւ էլի մարդկանց համախմբելու կոչով եւ գործողություններով հանդես կգա։ Հիմա ես իհարկե կուզենայի, որ դաշտում լինեին հայկականության մեր քաղաքական շահերի տեսանկյունից, նաև այլ անձինք, որոնք կկարողանային լայն զանգվածներ փողոց անել, առաջնորդել, հա, բայց էլ եմ ասում, մենք ուզենք թե չուզենք, առանց դրանց ազգային ժողովում process-ները չեն լինելու, որովհետև այնտեղ չկան նստած այն մարդիկ, որոնք առաջնորդի այդ պատասխանատու դերակատարումը ոչ թե կարող են, այլ հանրությունը իրենց չի ճանաչում այդ դերում, հա, իրենց գիտեն, բայց հանրությունը, օրինակ, որ ես գնամ ասեմ, ժողովուրդ, եկեք գնանք, ես ինչ անենք, 10 մարդ չի գա։ Սրբազանը գնացի մի 10000 մարդ չգա։ Մի վարքյան, Սրբազանը այլևս 10000 մարդ չի կարող իր ասելով բերել։ Այդ տեսաները 1000 ներողություն ցավալիորեն, չէ, ոչ միայն վարկաբեկման ուղղությամբ են հարվածների, այլ նաև իր սեփական, հա, քայլերի բանով, որովհետև չխորանանք, բայց ամեն դեպքում չի կարող։ Եվ Սրբազանի շարժումը նաև կայացել է նրանով, որ այդ բոլոր քաղաքական ուժերը ընդդիմադիր դաշտի իրենց մարդկային ռեսուրսով օգնել են, անհատով միացել են նաև ինքնաբուխ եւ այլն, բայց չգիտեմ, Կանադայի քաղաքացիությունից կհրաժարվի եւ այլն, ես կվան կանեմ, հա, օրինակ ասեմ, որտեղ ես իրեն այդ հարցը տվել եմ, ելեմ ինչքան տեսնեմ տալու եմ այդ հարցը։ Տեսեք, ինքը դրա հետ կապված, ես ինչքան լսել եմ, պատասխանում է, որ ես դրան մոտ հասցնողն եմ, բայց ես բանալին չեմ։ Ինչը նշանակում է, ինքը ցավոք դա ուշ նշանակում է, որ ինքը չի ասում, որ ես գնալու եմ, ես պետք է դառնամ վարչապետը, բայց մարդը ասում է, ինչը նորմալ է, որ ես քաղաքական process-ը կառաջնորդեմ, ժողովրդին կառաջնորդեմ տանելու այդ ճանապարհով։ Ափսոս ցավում եմ, որ այն ժամանակ դա չասեց եւ դա չարեց։ Այն ժամանակ այդ կոորդինացիան եթե լիներ, նույն պարլամենտի process-ը ցավալիորեն որտեղ բայց եթե այսպես վերցնենք, նույն Էդգար Ղազարյանին օրինակ։ Բագրատ Սրբազյանից քիչ չեն ճանաչում։ Եկեք ճիշտը խոսենք։ Եկեք ճիշտը խոսենք։ Ընդ որում, երբ որ Էդգար Ղազարյանը փողոց էր ինչ որ բանանում, պայքարի էր դուրս եկել մենակ, ու էլի շատերը չէին հավատում եւ այլն, ժամանակ ավելի քիչ էին ճանաչում։ Շատ ավելի քիչ էին ճանաչում։ Ավելին, քաղաքական ուժերը նրան չէին աջակցում։ Չէին աջակցում։ Դրա համար ես վատ իմաստով չէ, որում ամենայն հարգանքով եւ Բագրատ Սրբազանի եւ Էդգար Ղազարյանի եւ բոլոր նրանց նկատմամբ ովքեր որևէ քայլ այդ մարդիկ այդքան կարողացել են անել, հարգանքի արժանի են։ Ուզում եմ ասել, բայց մյուս բանը, որ ով են դրանք, որ մենք դրանց միանենք, լուրջով են դրանք, իսկ դուք ով եք, այդպես ասողներ։ Հիմա նույն վաղը կարող է Հովանես Ավետիսյանը նման քայլանի ասեն դու ով ես որ ինձ լայքում ինձ սրտիկում են չգիտեմ ինձ այսքան են անում են դե արի բացատրի լսի երբ որ այդ մեդիան անջատեք հələ մի հատ տենամ ձեր ինչն են սրտիկելու կամ Տիկին Նալչանջյանը ինչ որ բանանի ասեն էտովա որ հա դե դրա համար ես ինքս նման գնահատականներ չեմ տալիս որովհետև քաղաքական գործընթացներում ամեն ինչ հնարավոր է բայց էլի process-ներ կան եւ ձեր ասացի պես ինչ որ բայ այո ինչու՞ չէ կարող եւ Էդգարը հանրային process նախաձեռնի, հա, նույն փողոցային պայքարի եւ այս անգամ արդեն այն մարդիկ, որ ասում են ով է Էդգարը, արդեն սիրով առանց երկմտելու կասեն Էդգարը մեր տեխնացուն է, օրինակ եմ ասում էլի։ Այսինքն դա շատ բան է։ Էդգարը ֆորում այն ժամանակ երբ որ այդ հարցը տվել էր, սխալ էին, հա, ասել էր որ կարող եք ինձ առաջադրել։ Դա սխալը հասկացա։ Մարդը ասում է Ժորժ ջան, դուք քաղաքական ուժեր եք պիտի ունենաք, չէ՞ տեխնացու։ Ասում եք չունենք։ Եթե ոչ մեկին չգտնեք, լավ ինձ առաջարկեք։ Հասկանում եք, ու սա դարձրեցին բան թեմա, այստեղ հիմա հարցը Էդգարը չի։ Էդ էլ է նորմալ։ Եվ այդ չունենալը ոնց հասկանալ, այսինքն պատասխանատվությունից մարդիկ խուսափում են, չէ՞ որ կան խելամիտ մարդիկ, քաղաքական ճանապարհ անցած մարդիկ,
ես ինչքան հասկանում եմ, չեն ուզում, հրաժարվում են, որովհետև ծանր շատ բեռ է եւ պատասխանատվությունից հրաժարվելու ինչ որ մի բան եմ ես տեսնում։ Այդ հսկայական կուսակցություններ են, հա, չունեն ինչ որ մեկը, որ վերցնի, այ ինչն է պատճառը, որովհետև դա խնդիրներից, խոչընդոտներից մեկը դա է համարվում, թեկնածություն են։ Ոնց թե չունեք քաղաքական գործիչները, հսկայական ճանապարհ անցած քաղաքական կուսակցությունները։ Չկան մարդիկ, նույնիսկ ոչ պարլամենտական, այ տարօրինակ է, այստեղ ես խնդիր եմ տեսնում, մարդ չկա։ Հարցն է, որ դա ազգային ժողովում չի լինելու, էլ այդ ասած։ Ազգային ժողովում պետք է ինչ-որ բան հստակեցվի։ Հակառակ դեպքում իրենց մանդատների իմաստը ես չեմ հասկանում։ Իրենց մանդատ չեն տվել պարոն Ավետիսյան, որ գնան պարգևավճար ստանան, որ այդքան աշխատավարձ, որ ասում եմ ջղայնանում են որոշները, որ հետո էլ գնան թոշակի ու մի հատ տրիբունա օգտագործելը մինչև այսօր ճիշտ է եղել։ Ոչ, դրա համար չեն իրենց երբ որ ասում եմ ազգային ժողովում չի լինում, սկիզբը նկատի ունեմ, process-ի հանգուցալուծումը այո ազգային ժողովում է։ Sense tennis։ Այսինքն քննարկում ենք սալյուտը ներսից թե սալյուտը դրսից հարցը։ Հիմա սալյուտը պետք է դրսում լինի, հետո ներսում պետք է լինի հանգուցալուծումը։ Սալյուտը ներսում չի, սալյուտը ներսում չի կարող լինել, այսինքն process-ը։ Դե տենում եմ չի կարող լինել այդ սալյուտը կթողեն ես դա չեմ զարմանում, որ այնտեղ չի լինի։ Հա, բայց դա էլ է շատ լավ process, թող որոշակյան է։ Իհարկե։ Թող պարզ վիճակում եք բոլոր ճանապարհները պետք է փորձել։ Ինչու՞։ Չէ, ասում գիտեն իրենք բավականին խելացի մարդիկ են, իրենք կիմանան ինչի են նախաձեռնել եւ կարծում եմ իրենք ելքերի հնարավոր ելքերի մասին տեղյակ են, գիտեն process-ները, որ կարող է լինել, որ այսպեսի։ Հա։ Բայց հա, այդ իմաստով գուցե նաեւ եւ հետեւաբար դրա համար իրենք կիմանան, չգիտեմ, իրենց հետ հարցազրույց չեմ լսել այս մասով։ Իրենք ոնց են տեսնում process-ը, ոնց պիտի լիներ, ինչ ակնկալիքներ կան, հաջորդի ոնց են տեսնում։ Որտեւ էլի իմ համոզմամբ, հիմա ես 10 անգամ եւի արդեն ասացի, դրանք հաջորդականություն ունեն։ Կա process եւ ձեր ասացի պես ոչ թե մարդիկ խուսափում են պատասխանատվությունից նույն քաղաքական ուժերի մեջ։ Չեն վերցնում, ասում են տեխնացություն են։ Այո, չունեն իրականում, որովհետեւ տեխնացուն պետք է հանրային լայն զանգվածների աջակցություն ունենա։ Որևէ քաղաքական ուժ Հայաստանում նման տեխնացու չունի։ Այսինքն դա հայտարարությունն է սեփական գործունեության պրավալի մասին, հա։ Դերեք պրավալ բառով։ Չէ, հիմա հասկանում եք իրատեսական։ Հիմա հասկանում եք Նիկոլ Փաշինյանը, այսինքն այդ տեսարանները ինչի համար է բեմադրում։ Ես Տիկին Նավչաջյանի հետ մինչև ձեր գալը պարոն Ավետիսյան խոսում էի էլի ալգորիթմների մասին, ուրեմն այսպես մտածում էին թեմաներ, որ քննարկելու ենք, մեկ էլ բարձրաձայն չէի մտածում մեքենայի մեջ բնականաբար, լուր իմ համար մտածելով գալիս եմ, մեկ էլ մի ռեկլամա տալիս, ինչ որ առաջարկում դրսի, հա, ինչ որ գովազդ է, որը ասում է, որ այս հմտությունները պետք է սովորեք, որովհետև եթե այս հմտությունները չունենաք կձախողեք, որովհետև հայտնի լինելը հաղթում է խելացի լինելուն, այսինքն հայտնիները հաղթում են խելացիներին, կա նման բան, հա։ Հիմա դրա համար հիմա հասկանում եք Փաշինյանը ինչ է անում, այսինքն մահախոսականից բացի ամեն ինչ PR-ի սկզբունքով, որ նույնիսկ վերջին դրանշունը իմանա Հարցստան, իմանա որ պրոֆեսիոնալ քարոզչական բաների աղանդավորական նույնիսկ ես կասեի, աղանդավորական։ Ինքը շատ լավ ընտրված է, ինքը ունի այդ Չէ, չեմ ասում ինքը ունի այդ տեսնում ենք, բայց ինքը ունի ամերիկյան այդ պրոֆեսիոնալ կազմակերպությունների աջակցությունը վճարով իհարկե անվճար չէ, որոնք իրեն ռազմական քարոզչություն է դա կոչվում, այդ ծառայությունները շարունակաբար մատուցում են։ Եվ հետեւաբար նույն այդ կրթվիր, մրթվիր եւ այլ այդ կապիկությունները, դրան այլ բան չի կարելի ասել, մեր տեսանկյունից, որը շատերի մոտ մի մասի մոտ ջղայնություն, մի մասի մոտ այն ավելի ոչ գիտակից զանգվածի մոտ ինչ-որ ոգևորություն առաջացնող, դա այլ մտածված մեխանիզմ է, որով էլի մարդկանց այլ ձեր ասած սոցիալ հոգեբանության վրա փորձում են ազդել, որպեսզի ամբողջներին, այսպես ասած պայմանական ամբողջներին կառավարելի դարձնեն։ Վերջում արդենք ամփոփել ինչպես վարվի քաղաքացին այս process-ի հետ, այս impeachment process ասենք, այս ամեն ինչի հետ։ Մի մասը չի հասկանում, փակվում է ինքն իր մեջ,
մի մասը չգիտի մասնակցի թե չէ, չեն հասկանում, ինչ խորհուրդ կտաք դուք, քաղաքացուն ինչպես վարվել, ինֆորմացիան այնքան շատ է, մարդը չի հասցնում իր ֆիլտրերով անցկացնել, հասկանալ ով ինչի համար է սա ասում, ընդ որում խոսում ենք հիբրիդային պատերազմից, ներսում էլ կա այդ հիբրիդային պատերազմը մի կողմը մյուսի նկատմամբ տեսնում ենք ինչ կեղծ լուրեր են տարածում, մարդը չգիտի ինչպես վարվի այս ամեն ինչի հետ, ինչ խորհուրդ կտաք Տիկին Նալչարյան։ Դրա համար էլ մարդիկ լռում են։ Գիտեք ինչ, ես այս մասին հաճախ եմ ասում, մենք տեսեք սպասում ենք բռնկման, առանց փողոցի հասկանում ենք, որ ուղղակի անհնարին է։ Հիմա երբ է մարդը բռնկվում, այսպես ասած, երբ է արդեն ամեն ինչ թողնում եւ դուրս գալիս հանուն իր կյանքի, ուրեմն հանուն իր այսօրվա վաղվա եւ այլն պայքարում։ Ուրեմն այդ բռնկումները տեղի են ունենում, երբ որ այսպես ասած մի եռյակ հոգեբանական սկսում է գործել։ Այդ եռյակն է ուրեմն զզվանքը, զայրույթը եւ արհամարանքը։ Սա համարվում է այդպես պայթուցիկ եռյակ, հա, եթե դու ինչ որ մեկից զզվում ես, զայրանում ես իր վրա եւ արհամարում ես իրեն, արդեն կարծես այդ քո բոլոր տեսակի, հա, այդ կառավարող, այդ զսպող այդ բաները, հա, գործոնները չեն աշխատում, ու դու սկսում ես պայթել, էմոցիոնալ պայթման ենք, մենք կարծես թե դրան ենք սպասում, հա, էմոցիոնալ։ Հիմա ինչ կա կուտակված։ Իմ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ գիտեք առաջին կոմպոնենտը զզվանքն է։ Կա նաև զայրույթը եւ արհամարանքը, բայց առաջինը զզվանքն է։ Ինչ են ասում գիտական հետազոտությունները, ասում են բռնկումները լինում են այն ժամանակ, երբ այդ կոմպոնենտներից առաջին տեղում գտնվում է զայրույթը։ Հիմա մեզ մոտ զզվանքն է, հա, եթե զայրույթը դառնա առաջնային եւ այդ ամենը ուրեմն ուղղորդող ուժ լինի, ստիմուլներ լինեն, ինչ որ բաներ լինեն, հա, ինչ որ գործողություն, անձինք, ինչ որ process-ներ եւ այլն, ժողովուրդը դուրս կգա։ Հիմա մեր ազգային ինքնագիտակցությունը այս տարիների ընթացքում շատ է իջեցրել եւ մենք տեսնում ենք, որ այս մեր ինքնակնդատությունը ինքնավոչնչացման մակարդակին է հասել։ Այս ինչ ժողովուրդ ենք, ոնց կարելի է եւ այլն, այս ինչ վատն ենք, հա, իսկապես որ նայում ես, ինչ որ ռեալ բան կա, ոնց ենք մենք դիմանում սրանց, այս խայտառակությանը, հա, որ թե ներսում, թե դրսում, սրա մենք ինչպես ենք կարողանում հանդուրժել դրան։ Եվ այս ամեն ինչի վրա շեշտը դնելով խփային ինքնագնահատական իջնում է, վատն ենք, ուրեմն սրան ենք արժանի եւ այլն։ Սա հատուկ նաեւ թշնամական քարոզչության թիրախներից մեկը այս ինքնությունն է, ինքնագիտակցությունը, ինչը հաջողվել է։ Հիմա ես կարծում եմ, որ տեսեք, եթե ինչ-որ ինստիտուտներ աշխատում են հատուկ, չգիտեմ, PR կամպանիաներ եւ այլն սրանց թիկունքի ետևում, ընդդիմությունը մեր շատ հարգելի, որտեղ շատ հարգարժան մարդիկ կան բոլոր կողմերում, կարող եւ հարգարժան մարդիկ, իրենք նաեւ պիտի հասկանան, որ իրենք էլ պետք է այս ամբողջը, եթե ուզում են ինչ-որ process-ներ գեներացնել, հարկավոր է հաշվի առնել այս բոլոր նշբերանքները եւ մեր ժողովուրդը, ես կարծում եմ, որ պատրաստ է եւ մեր ժողովրդի իսկական կերպարը սա չէ։ Մեզ դարձրել են զոհի կերպար, վիկտիմիզացիայի process-ը գնացել է ամբողջ ընթացքում։ Մենք մեզ զոհ ենք զգում, իսկ եթե մարդը հոգեբանորեն է իրեն զոհ զգում, ինքը այդպես ապրելու է որպես զոհ։ Հա, այդպես թուլացած ինձնից ոչ մի բան կախված չի, ուրեմն այսպես, ուրեմն այնպես։ Այդ էլ է քարոզչություն։ Այդ հատուկ է տարվում, ասում եմ, դե հենց դրա մասին եմ ասում, վիկտիմիզացիայի հատուկ քարոզչություն, որը հաջողվել է, եւ նույնիսկ դրա համար մենք ինչ որ մի տեղի հաջողությունը չենք ուզում տեսնել։ Եկեք մի հատ փոճուր տեղ ինչ որ մենք մի հատ հաջողություն տեսնենք, եկեք մենք դա օգտագործենք մեր խմբային ինքնագնահատականը բարձրացնելու համար։ Ոչ թե նվազեցնենք, հա, դրա արժեքը։ Հիմա մեզ հարկավոր է մեր խմբային ինքնագնահատականը, հայկական իսկական ինքնությունը վերագտնել, որովհետև մենք սա չենք, սա սիտուատիվ է։ Եկեք գիտեք, առանց ինչ-որ կեղծ բաների, հա, ինչ-որ գովաբանությունների եւ այլն, մի հատ եկեք մենք նայենք հա մեր ազգի անցած ճանապարհը, եկեք տեսնենք քաղաքակրթությանը ինչ ենք տվել։ Ընդ որում պետք է նկատի ունեն, հա, որ էթնոսները, ազգերը, դրանք ծնվում են եւ մեռնում են։ Բազմաթիվ ժամանակին հզոր ազգեր ուր են,
հա, կամ չկան, կամ ինչ-որ չգիտեմ, բեկորներ են մնացել ցակուցրի։ Եթե մենք այսպես գնանք, էթնիկական մուտացիայի process-ները կշարունակվեն, իսկ էվոլյուցիայի հիմնական գործոններից մեկը մուտացիան է։ Այսօր մենք գտնվում ենք էթնիկական մուտանտների իշխանության ներքո, բայց այստեղ մի հատ ուրիշ հոգեբանական օրինաչափություն է գործում։ Գիտեք, մարդիկ հասարակությունը հոգեբանորեն նույնանում է իշխողների այդ առաջին շարքում բարձր ստատուսներ գրավողների հետ։ Եվ եթե այսպես շարունակվի այս իշխանությունները իրենց այդ ապազգային մեղմ ասած, հա, կերպարով շարունակեն իշխանության լծակներին տիրապետել, մենք մի օր կտեսնենք, որ այո, մեր ժողովրդի հոգեբանական կերպարը փոխվում է, մենք այլևս նույնը չենք։ Ընդ որում թշնամու կողմից դա արվում է մտածված, բազմագործոն, օրինակ ես չեմ կարող ուղղակի այսպես թեթև նայել նրան, որ մեր դեմոգրաֆիան փոխվում է։ Դեմոգրաֆիան փոխվում է, հա, ես ոչինչ չունեմ, ասենք հնդիկների դեմ, չնայած մենք չգիտենք հնդիկ են թե ինչ են։ Հիմա կա թիվ, եթե հասարակության մեջ, հանրության մեջ 15% նոր տարր են ներմուծվում, օտար տարր են ներմուծվում, այդ հասարակությունը որպես սոցիալ-հոգեբանական միավոր դառնում է ուրիշ։ Հիմա ամեն ինչ արվում է, որ մենք դառնանք ուրիշ։ Հոգեպես, ամբողջ հասարակական մեր կառուցվածքի իմաստով։ Ես կարծում եմ, որ հայ մարդը պիտի իր ինքնահարգանքը վերագտնի, թեկուզ փոքր հաղթանակները, փոքր հաջողությունները պիտի օգնեն հոգեբանության մեջ այդպես է, գիտեք, նույնիսկ անհատական աշխատանքի ժամանակ, երբ տեսնում ես մարդը կործանված է, ինքնագնահատականը հասել է, չգիտեմ ուր, փոքրիկ հաղթանակներով, հա, փոքրիկ քայլերի հեղափոխություն, այսպես ասած, փոքր հաղթանակները գնահատելով, մենք մի հատ ինքնագնահատականը պահենք, հետո կլինեն ավելի մեծ հաղթանակներ եւ այլն, մեկ էլ մենք կտեսնենք, թե ինչ անտունտի, ինչ տիղմի մեջ ենք մենք խրված եղել։ Ինչպես վարվի այս իմպիչմենտի process-ին, ինչ անի։ Ժողովուրդը, ժողովուրդը գիտեք ինչ, բոլորն էլ այո, թեկուզ էկրանների առաջ աչալուրջ սպասում են։ Իրենք չեն ուզում միտինգների գնալ, որտեղ ճառ են լսելու, հետո գալու են նստելու։ Եթե ժողովուրդը տեսնի գործողություն, պես էլ պահանջում են, չէ՞ մարդիկ։ Եթե տեսնեն գործողություն, ուրեմն իրենց մեջ այդ իմ ասած եռյակը կսկսի աշխատել, այդ էմոցիոնալ եռյակը, եւ իրենք փողոց դուրս կգան, այստեղ կսկսեն ուրիշ օրենքներ գործել, հա, արդեն մարդիկ են հավաքված, դա ինքնին ձգողական ուժ ունի, ուրիշ մարդիկ են հավաքվում, մենք մեկ էլ կտեսնենք, որ հրապարակները լցված են, հարկավոր են գործողություններ, մեր ժողովուրդը հոգեպես պատրաստ է։ Անավետյան, դուք ինչ կասեք, ինչպես վարվենք քաղաքացիներս process-ների նկատմամբ։ Այո, ճիշտ է, Տիկին Ալչաջյանը, բոլորը մեզ հետևորդները, բոլորը մարդիկ գրում են, մենք այդ բոլորը գիտենք, մեզ ասեք ինչ եք անելու, գործողություն արեք։ Ես դրա համար եմ ընդդիմադիր պատգամավորներին, լինի պատիվ ունեմ ազգային ժողովում, լինի Հայաստան դաշինքի, իրենց միշտ ասում եմ, ձեզնից լավ հարց տվողներ էլ կան, լրագրողները, ձեզնից լավ խոսացողներ էլ կան, ելույթ ունեցողներ էլ կան, հա, դուք պետք է ինչ-որ բան, քաղաքականության մասին ոչ թե խոսեք, այլ քաղաքականություն անեք, հա, հիմա թե բա ինչ անենք, բասենց, բանենց, այդ արդարացում չի, հիմա հասարակությունը ինչ-որ սպասում ունի, ինչպես վարվի։ Տեսեք, քաղաքական process անելու համար պետք են քաղաքականացված զանգվածներ, քաղաքական մարդիկ։ Մեր ազգը լավ քաղաքականացված է։ Այդքան համաձայն չեմ, հենց դա եմ ասում։ Քաղաքական process-ները, օրինակ Գերմանիայում, երբ գները եռակի թանկացան վառելիքի, էներգիայի, երբ տնտեսական ճգնաժամ մտավ, հա, ընտրություններին գնացին, մասնակցեցին 83% մարդիկ։ Հայաստանի Հանրապետությունում վերջի ամենամեծ ընտրությունը Երևանը, եթե օրինակ վերցնենք, հա, որտեղ բնակչության մի քաղաքում ապրում է բնակչության 1/3 երկրի, եթե ոչ ավել, իսկ գործող ակտիվ բնակչության, որ տնտեսական գործունեություն է ծավալում, ըստ պաշտոնական թվերի 50-ից ավել տոկոս։ Այդ ընտրություններին շուրջ 70%-ը ոչ մի բան չարեցին։ Այդ пассив մասնակցությունն եմ քաղաքական ասում, հա, էլի ասում ենք ընտրություններով չի հարց լուծի, բայց նույնիսկ пассив մասնակցությունը, որ ընտրություններն են, տեղի չունեցավ։ Հետևաբար իմ հորդորը եւ ասելիքը մարդկանց շարունակաբար մնում է նույնը։ Զբաղվեք քաղաքականությամբ։ Ես անձերի չեմ ասել ում կողք գնան, ինչ ասեն։ Ամեն մեկ իր գիտակցությունը ոնց ներում է իր աշխարհայացքը։
բայց զբաղվեք քաղաքականությամբ եւ ակտիվ, այսինքն այդ ակտիվ զբաղվելը նշանակում է նույն հանրապետականը կլինի, Հայաստան դաշինք կլինի, թե ով կլինի, չեն կարող որևէ բան անել, եթե իրենց հետևում չկան մարդիկ, որոնք գալիս են աջակցելու այդ անելիքը։ Այսինքն մարդիկ, որ պահանջում են գործողություն, այդ պահանջողը ինքը պետք է պատրաստ լինի այդ գործողությանը մասնակցի։ Այդ քաղաքական գործիչը հո մենակով չի գնալու ես իմ ինչեր անի։ Այ գնա, բա որ դուք չեկաք հետևը չկանգնեցիք, ո՞նց է անելու։ Այսինքն ասել կուզեմ այն մարդիկ, ովքեր մտահոգ են, ովքեր ակնկալիք ունեն, պետք է պատրաստ լինեն իրենք գործի մտնելու, այսինքն գործի մեջ մտնելու, մաս լինելու, հավաք կլինի, ցույց կլինի, անհնազանդության process կլինի, գործադուլ կլինի, դասադուլ կլինի, չգիտեմ, հազար ու մի բան կա։ Եթե տները նստեցին ու ոչ մի բանի չմասնակցեցին, ումից ինչ են պահանջելու։ Ոչ մի բան չի ստացվել։ Այն է, ինչ ուզում է ԿՊ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հետեւաբար այն թեզերը, որ տարածվում են, որ դրսից են որոշում SND-ը, դրանք լրիվ Նիկոլին ձեռնտու թեզեր են, այսինքն դրանք որ թեզեր են, որ ասում են մարդ, դու քեզ մի ճղի, մեկը դու չես որոշողը, այնտեղ կորոշենք այդ ամենավտանգավոր թեզերն են։ Ես մարդկանց հենց այդ թեզերը լսում եմ, զայրանում եմ նախ, հետո փորձում եմ բացատրել, ասում եմ չի կարելի այդպես, քեզ քո կյանքի վերաբերյալ որոշումների կայացմանը դու պետք է մասնակից լինես եւ չպետք է ոչ մի պարագայում հրաժարվես դրանից, չպետք է համաձայնվես հրաժարվել դրանից։ Դու ես որոշողը եւ քոպես 3 միլիոն մարդ է երկրում։ Եթե մենք վաղն էլ իրար հետ միակամ դուրս գանք եւ արտահայտենք որևէ դիրքորոշում, այդ դիրքորոշումը լինելու է։ Կապ չունի, ԱՄՆ-ն դրան դեմ կլինի, Ռուսաստանը դրան դեմ կլինի, Ֆրանսիան դրան դեմ կլինի, այդ լինելու է, որովհետեւ իշխանությունը ժողովրդից է, դա այդպես է, փաստ է, դա ես չեմ հորինել։ Այդպես է դա։ Ժողովրդը իշխանությունը ժողովրդից է, հետեւաբար այն ամեն մարդը, որ դժգոհ սպասում է ինչ-որ մի բանի, որ ուրիշը իր տեղ պետք է անի, ինքը այդ իշխանությանից մի մասնիկ ունի։ Մի մասնիկ ունի, եւ երբ ինքը այդ մասնիկը գործի չի դնում, իր ձայնը լսելի չի դարձնում իր դիրքորոշումը, փոս դուրս գալով կլինի, չգիտեմ, համացանցում կլինի կամ այլ կերպ չի դրսևորվում, փոփոխություն սпасել չի լինելու, դրսից այլ տեղերից փոփոխություններ չեն գալու, փոփոխությունները մեր մեջ են, մեր մասնակցությամբ, մեր ակտիվությունից է կախված։ Տեսակ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է կրթվելուց բոլորը պիտի փոխվեք, բոլորը պիտի փոխվեք։ Եթե այդ ասողը Նիկոլ Փաշինյանը չլներ, փոխված բրտատը։ ես ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանը էլի ասում է այդ քարոզչական ինստիտուտների խոսքերը, Նիկոլ Փաշինյանի ասածների վերաբերյալ կան վաղուց հարյուրավոր տարիներ գրված գրքեր, Նիկոլ Փաշինյանի ասածը իրականություն է, բայց գողը չի կարող խոսել գողություն չանել քարոզելու մասին, հա? Այսինքն մարդը ինքը, որ անկիրթ է, տգետ է, ինքը կրթվելու, փոխվելու կարիք ունի, նա իրավունք էլ չունի խոսի դրանից։ Այսինքն այստեղ հակասությունը այդտեղ է, ոչ թե իր ասած մտքերի։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հուսամ հեռուստադիտողը քաղաքացին իր հետևությունները կանի, կհասկանա ինչպես է մասնակցում արձագանքում այս process-ներին, հարգելի հետևորդներ, կրկին հիշեցնեմ, որ եթերում Կիրակնորյա դասեր հաղորդաշարն էր, իմ հյուրերն էին հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատիվ Կարինե Նալչաջյանի, ասեմ, որ ի տարբերություն շատ պրոֆեսորների, մասնագետների, առաջին իսկ օրից պայքարում է եւ չի ասում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սա շատ կարեւոր ու անպայման ուզում եի հեռուստադիտողին հիշեցնեմ այս մասին եւ իմ մյուս զրուցակիցը պետական կառավարման մասնագետ, ֆինանսիստ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն էր, գրեք ձեր տեսակետները, տարածեք այն, հաջողություն։